Դեկտեմբեր 1972 տարի։ Ապոլոն 17-ի տիեզերագնացները Յուջին Սերնանը և Հարիսոն Շմիդտը հերթական անգամ վերադառնում են լուսնային մոդուլ։ Նրանք փակում են դուռը, սկսում են հանել սաղավարտները։ Եվ հենց այդ պահին մոդուլը լցվում է տարօրինակ հոտով։ Սերնանը հետագայում կնկարագրի այն որպես հրացանային փոշու, այրված մետաղի, թարմ պայթած պինդ նյութի հոտ։ Շմիդտը որպես օդում կախված էլեկտրական լիցքի բույր։ Մի քանի ժամ անց երկու տիեզերագնացներն էլ սկսում են զգալ ինչ-որ տարօրինակ բան։ Քթի խցանում, կծքավանդակում ցավ, շնչառության դժվարություն։ Հետագայում այս ախտանիշների համալիրը կստանա անուն՝ լուսնային խոտափուշի հիվանդություն։ Բայց ինչպես է հնարավոր։ Լուսինը չունի մթնոլորտ, չկա օդ, չկա կենդանի կազմ։ Որտեղից այս թունավոր ազդեցությունը։ Պատասխանն ամբողջովին փոխեց մեր պատկերացումները լուսնի մասին, վերածելով զարմանքի օբյեկտը սպառնալիքի աղբյուրի։ Պատկերացրեք մի պահ։ Հազարամյակներ շարունակ մարդիկ նայել են գիշերային երկնքին և տեսել են լուսինը որպես գեղեցկության խորհրդանիշ։ Պոետները նվիրել են նրան հազարավոր տողեր, ռոմանտիկները երազել են նրա մասին։ Վայթագուբերական լույսը, փափուկ պսակաձև լինդերը, հանդարտ անզգայունությունը։ Նույնիսկ գիտնականները երկար ժամանակ համարել են, որ լուսինը պարզապես անկենդան, չոր, հանգիստ աշխարհ է։ Բայց երբ մարդիկ իրականում հասան այնտեղ և դիպան նրա կերեսին, նրանք բախվեցին մի իրականության, որը կտրուկ տարբերվում էր պատկերացումներից։ Լուսնային հողը, այդ մոխրագույն նուրբ նյութը, որն այնքան անմեղ է թվում լուսանկարներում, իրականում հանդիսանում է հանդիմանության մեջ չունեցող վտանգավոր նյութ։ Հիմա անցնենք դեպի էությունը։ Լուսնային փոշին, որը գիտականորեն կոչվում է ռեգոլիթ, ձևավորվել է միլիարդավոր տարիների ընթացքում միկրոմետեորիտների անընդհատ ռմբակոծման արդյունքում։ Երկրի վրա ցանկացած փոշի, ցանկացած ավազ կամ աղյուս անցնում է էրոզիայի գործընթաց։ Քամին, ջուրը, մթնոլորտային տարրերը հղկում են նրանց անկյունները, դարձնում նրանց համեմատաբար կլոր և անվտանգ։ Բայց լուսնի վրա չկա մթնոլորտ, չկա քամի, չկա ջուր։ Երբ մի միկրոմետեորիտ բախվում է մակերևույթին, բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում, ապարները ճմլվում են մանր մասնանիկների, որոնցից յուրաքանչյուրը ունի սուր, անկանոն ոսկորոտման ունակ եզրեր։ Այս մասնիկները նման են միկրոսկոպիկ ապակյա խայծավոր կտորների։ Դա արդեն իսկ ահավոր է։ Բայց իրավիճակը դառնում է ավելի վատ։ Լուսնի մակերևույթին չկա մագնիսական դաշտ, երկրինը նման։ Արևային քամու լիցքավորված մասնիկները անմիջապես հարվածում են լուսինը, ստեղծելով հզոր ստատիկ էլեկտրական լիցք։ Լուսնային փոշու յուրաքանչյուր մասնիկ դառնում է էլեկտրաստատիկորեն լիցքավորված։ Եվ հենց այս լիցքն է, որ պատճառ է դառնում նրա անհավատալի կպչունության։ Լուսնային փոշին կպչում է բոլոր մակերեսներին, տիեզերազգեստներին, սարքավորումներին, դիմակներին, նույնիսկ մոդուլի ներսում, երբ այն թափվում է հագուստից, այն լողում է օդում և կպչում է ամեն ինչին։ Ապոլոն 12-ի տիեզերագնացը։ Չարլզ Դյուկը հետագայում նկարագրեց, թե ինչպես լուսնային փոշին ներթափանցում էր ամենուր։ Այն ինչ-որ կերպ անցնում էր փակ փակվածքներով, ասաց նա։ Գտնվում էր մեր սննդում, մեր ջրում, մեր սարքավորումներում։ Ապոլոն 17-ի Հարիսոն Շմիդտը, որը մասնագիտությամբ երկրաբան էր, նույնիսկ ավելի խիստ արձագանքեց։ Նա զարգացրեց հզոր ալերգիկ ռեակցիա, խցանված քիթ, արցունքաթած աչքեր, շնչառության դժվարություն։ Ախտանիշները շարունակվեցին, քանի դեռ նա շփվում էր փոշու հետ։ Իսկ ինչու այդքան վտանգավոր է լուսնային փոշին մարդու առողջության համար։ Հարցը ոչ միայն ֆիզիկական սրության մեջ է։ Երբ գիտնականները վերլուծեցին լուսնային նմուշները երկրի վրա, նրանք հայտնաբերեցին մտահոգիչ քիմիական կազմ։ Լուսնային փոշին հարուստ է սիլիկայով և թթվածնով, բայց այդ թթվածինը կապված է շատ ռեակտիվ ձևով։ Երբ փոշու մասնիկը մտնում է թոքեր, այն սկսում է ռեակցիա մարդկային հյուսվածքների հետ։ Սուր եզրերը ֆիզիկորեն վնասում են բջիջները։ Քիմիական կազմը առաջացնում է բորբոքային պրոցես։ Դա նման է ասբեստի ազդեցությանը, բայց շատ ավելի սուր և անմիջական։ ՆԱՍԱ-ի գիտնականները հետագայում իրականացրել են լաբորատոր փորձեր լուսնային փոշու մոդելավորված նմուշներով։ Նրանք ենթարկել են մարդկային թոքերի բջիջները փոշու ազդեցությանը։ Արդյունքները եղել են անհանգստացնող։ Միայն 48 ժամվա ընթացքում բջիջների կեսը մահացել է։ Բորբոքումը հասել է վտանգավոր մակարդակի։ Եվ սա էր կարճաժամկետ ազդեցությունը։ Որն կլինի երկարաժամկետ հետևանցքը, եթե մարդիկ ապրեն լուսնի վրա ամիսներ կամ տարիներ շարունակ։
Պատկերացրեք մի աշխատակից, որը յուրաքանչյուր շնչառության ժամանակ ներշնչում է միկրոսկոպիկ ապակյա խայծավոր կտորներ։ Կտորներ, որոնք կտրում են թոքերի փափուկ հյուսվածքը։ Կտորներ, որոնք կպչում են ալվեոլներին եւ առաջացնում են քրոնիկ բորբոքում։ Հենց սա է լուսնային փոշու իրականությունը։ Ապոլոնի տիեզերագնացները շնորհակալ կարող են լինել, որ նրանց առաքելությունները տևել են միայն մի քանի օր։ Նրանք զարգացրել են լուսնային խոտափուշի հիվանդությունը, բայց այն անցել է մի քանի օրվա ընթացքում, երբ նրանք վերադարձել են երկիր եւ հեռացել են փոշու աղբյուրից։ Բայց հիմա պատկերացրեք ինչ-որ այլ բան։ Պատկերացրեք ոչ թե 3 օրվա այց, այլ մշտական բազա։ Պատկերացրեք տասնյակ գիտնականներ, որոնք ապրում են լուսնի վրա 3, 6, 12 ամիս։ Նրանք պետք է դուրս գան լուսնային մակերևույթ, պետք է հավաքեն փոշի, պետք է աշխատեն այն պայմաններում, որտեղ փոշին անխուսափելիորեն ներթափանցում է նրանց ապավենների մեջ։ Ով կապահովի նրանց անվտանգությունը։ Ինչպես կարող ենք պաշտպանել նրանց թոքերը, նրանց սարքավորումները, նրանց կյանքը։ Լուսնային փոշու խնդիրը նաև տեխնիկական է։ Ապոլոնի տիեզերագնացները նկատել են, որ փոշին արագ մաշում է սարքավորումները։ Այն ներթափանցում է կնիկների մեջ, վնասում շարժիչները, քերում տիեզերազգեստների շերտերը։ Յուջին Սեռնանը հիշում է, թե ինչպես է փոշին գրեթե կատաղի դարձրել նրա տիեզերազգեստի ծնկի հոդը։ Ճկունությունը գրեթե կորել էր։ Եթե այն դիմանում էր եւս մի քանի Էվայի, զգեստը կարող էր դառնալ անօգտագործելի։ Երբ Ապոլոն 17-ը ավարտեց վերջին լուսնային քայլը մարդկության պատմության մեջ, տիեզերագնացները թողեցին հետևում տասնյակ հետք եւ մի հսկայական խնդիր։ Լուսնային փոշին, այդ անտեսանելի թշնամին, դարձել էր ամենամեծ խոչընդոտներից մեկը մարդու վերադարձի համար լուսին։ Եվ սա միայն մակերևութային խնդիր էր։ Հիմա եկեք խորանանք ավելի խորը եւ հասկանանք, թե ինչու է լուսնային փոշին այդքան տարբերվում ամեն ինչից, ինչին մենք հանդիպել ենք երկրի վրա։ Համեմատենք երկու պատկեր։ Առաջինը՝ ժայռ երկրի վրա։ Դրա մակերևույթը նահարկաչափ է, այն ենթարկվել է միլիոնավոր տարիների էրոզիայի։ Անձրևը դանդաղորեն լվացել է նրա անկյունները, քամին պտտել է նրա կտորները մինչև դրանք դարձել են կլոր։ Ջերմաստիճանի տատանումները ստեղծել են փոքր ճաքեր, որոնք հետագայում մեղմացել են։ Արդյունքում համեմատաբար հարթ նահարկաչափ մակերևույթ։ Իսկ հիմա երկրորդ պատկերը՝ ժայռ լուսնի վրա։ Այն ենթարկվում է միկրոմետեորիտների անընդհատ ռմբակոծման։ Բայց չկա մթնոլորտ, որը կաշխատեցներ այդ մասնիկները։ Չկա օդ, որը կհամակերպեցներ ջերմաստիճանի տատանումները։ Երբ մի միկրոմետեորիտ, որը շարժվում է 22 կմ/վ, հարվածում է ժայռին, պայթյունը տեղի է ունենում վակուումում։ Ապարը ոչ թե կոտրվում է, այլ ճողվում է միլիմետրի բյուրերորդական մասի չափի կտորների։ Այս կտորները թռչում են բոլոր ուղղություններով, բայց դրանց մեծ մասը ընկնում է հետ լուսնի մակերևույթին, շարունակելով ծածկել այն այս սուր վտանգավոր նյութով։ Նյու Հեմփշիրի համալսարանի ֆիզիկոս Միխայիլ Հորանին 1998 թվականից ուսումնասիրել է լուսնային փոշու կառուցվածքը։ Նա օգտագործել է սկանավորող էլեկտրոնային միկրոսկոպներ, ուսումնասիրելու Ապոլոնի առաքելություններից բերված նմուշները։ Այն, ինչ նա տեսել է, եղել է հիանալի եւ սարսափելի միաժամանակ։ Փոշու մասնիկները ոչ միայն սուր էին, դրանք ունեին անհավատալիորեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մասնիկը պատված էր ավելի փոքր մասնիկներով, որոնք իրենց հերթին պատված էին դեռ ավելի փոքր մասնիկներով։ Դա էր ինչ-որ ֆրակտալային ածիլ, անվերջ սուր եզերով յուրաքանչյուր մակարդակում։ Պատկերացրեք մի գիտական ֆանտաստիկա, որտեղ մի օտար քաղաքակրթություն ստեղծել է իդեալական զենք մարդկային ներխուժողների դեմ։ Այդ զենքը կլիներ անտեսանելի փոշի, որը ներթափանցում է յուրաքանչյուր պաշտպանության միջով, կպչում է յուրաքանչյուր մակերևույթին եւ դանդաղորեն ոչնչացնում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանին, որին դիպչում է։ Լավ, լուսինը ոչ օտար քաղաքակրթություն է եւ լուսնային փոշին ոչ զենք, բայց ազդեցությունն իրականում նման է սրան։ 4.6 միլիարդ տարիների ընթացքում բնությունը անգիտակցաբար ստեղծել է գրեթե կատարյալ մանր սպանիչ նյութ։ Գիտնականները հաշվարկել են, որ լուսնային փոշու մասնիկների միջին չափը 10-ից 50 միկրոմետր է։ Սա շատ նուրբ է, որպեսզի տեսանելի լինի մեր աչքով, բայց բավականաչափ մեծ, որպեսզի առաջացնի ֆիզիկական վնաս։ Համեմատության համար մարդու մազի լայնությունը մոտավորապես 70 միկրոմետր է։ Լուսնային փոշու մասնիկները փոքր են, բայց ոչ այնքան փոքր, որ պարզապես անցնեն մարդկային հյուսվածքների միջով։ Դրանք ճիշտ այն չափն են, որպեսզի խրվեն, սրվեն, ներքին վնաս առաջացնեն։ Բայց քիմիական կողմը նույնքան կարևոր է։ Լուսնի մակերևույթը կազմված է հիմնականում բազալտից, հրաբխային ապար, որը երկրի վրա համեմատաբար անվնաս է։
Բայց լուսնի վրա այդ բազալտը անցել է էքստրեմալ փոփոխություններ։ Արևային քամու պրոտոնները հարվածում են փոշու մաստիկներին եւ փոխում նրանց քիմիական կազմը։ Մակերևույթային շերտը դառնում է անհավատալիորեն ռեակտիվ։ Երբ այս մաստիկները ներթափանցում են մարդկային թոքեր կամ դիպչում են խոնավ հյուսվածքների, դրանք սկսում են քիմիական ռեակցիաներ։ Կալիֆոռնիայի համալսարանի Սան Դիեգոյի գիտնական դոկտոր Ռեյչել Կահպն 1999 թվականին իրականացրեց պատմական փորձ։ Նա ստեղծեց լուսնային փոշու սիմուլյատոր, որը կրկնօրինակում էր իրական լուսնային ռեգոլիթի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները։ Հետո նա ենթարկեց մարդկային թոքերի էպիթելային բջիջները այդ սիմուլյատորին։ Արդյունքները եղել են պարզապես սարսափելի։ Այն բջիջները, որոնք շփվել են փոշու հետ, սկսել են մահանալ զանգվածաբար։ Բորբոքային գործոնները բարձրացել են հազարապատիկ, եւ սա էր միայն մեկ փորձ, միայն մեկ ուսումնասիրություն։ Համեմատության համար պատկերացրեք ազբեստի թելերը։ Մենք արդեն գիտենք, որ ազբեստը վտանգավոր է։ Երբ ազբեստի թելերը ներշնչվում են թոքեր, դրանք կարող են առաջացնել մեզոթելիոմա, քաղցկեղի մահացու ձև։ Բայց ազբեստի վնասը տարիներ է պահանջում զարգանալու համար։ Լուսնային փոշին նույնպես թելերանման կառուցվածք ունի, նույնպես սուր է, նույնպես ներթափանցում է թոքերի խոր հատվածներ։ Բայց լուսնային փոշու քիմիական ռեակտիվությունը շատ ավելի մեծ է։ Եթե ազբեստը դանդաղ գործող թույն է, լուսնային փոշին արագ գործող զենք է։ ՆԱՍԱ-ի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում գիտնականները ստեղծել են հատուկ լաբորատորիա լուսնային փոշու ուսումնասիրության համար։ Նրանք ունեն Ապոլոնի առաքելություններից բերված իրական նմուշներ, որոնք պահվում են վակուումում, պաշտպանված երկրի մթնոլորտից։ Յուրաքանչյուր անգամ, երբ նրանք բացում են այդ նմուշները ուսումնասիրության համար, նրանք պետք է օգտագործեն էքստրեմալ նախազգուշական միջոցներ։ Պաշտպանական հագուստ, զտող սարքավորումներ, հատուկ խցիկներ։ Իսկ բանն այն է, որ նույնիսկ այդ նախազգուշական միջոցները հնարավոր է բավարար չեն լինեն իրական լուսնային պայմաններում։ Եթե մտածում եք, որ ինչ-որ բանից կհետաքրքրվեք այդ մասին, ապա պետք է հանդիպեք նաև տագնապի բուժման ոլորտում իրական բնականոն պայմաններում։ Այս բաները ավելի վատ են, քան դուք կարող եք տեսնել։ Սիրելի ընկերներ, մենք շարունակում ենք իրական լուսնային պայմաններում։ Մտածեք դրա մասին։ Երկրի վրա, մեր լաբորատորիաներում, մթնոլորտային ճնշման պայմաններում մենք կարող ենք հարաբերականորեն կառավարել լուսնային փոշին, բայց լուսնի վրա այն գտնվում է վակուումում։ Այն չունի կշիռ, լուսնի ցածր ձգողականության շնորհիվ։ Այն էլեկտրաստատիկորեն լիցքավորված է, այն լողում է եւ կպչում է ամեն ինչին։ Ինչպես կարող ենք պաշտպանվել դրանից իրական պայմաններում։ Ապոլոնի ծրագրի ժամանակ տիեզերագնացները օգտագործել են փոշու խոզանակներ փորձելու մաքրել իրենց զգեստները նախքան լուսնային մոդուլ մտնելը։ Բայց դա համարյա ոչինչ չի տվել։ Փոշին այնքան նուրբ էր, որ անցնում էր խոզանակի խոշոր թելերի միջով։ Եվ նույնիսկ եթե նրանք կարողանային հանել փոշու տոկոսը 9-10, մնացած տոկոսը M1-ը բավական էլ առաջացնելու խնդիրներ։ Պատկերացրեք, եթե տիեզերագնացները պարտավոր լինեին անցկացնել լուսնային մակերևույթին ամիսներ։ Փոշին կանցներ մոդուլի կնիքների միջով, կառաջանար օդամուղներում, կմտներ սննդի պատրաստման համակարգերում, կախոթվեր ֆիլտրերին, կլցվեր թոքեր։ Խնդիրը նաև սարքավորումների համար է կրիտիկական։ Լուսնային փոշին այնքան քայքայիչ է, որ այն կարող է կորցրել ամենաբարձր որակի շարժիչները մի քանի ժամվա ընթացքում։ Այն ներթափանցում է կնիքների մեջ, ստեղծում սարքավորումների մասերի միջև ուժեղ շփում։ Այն վնասում է էլեկտրոնային սխեմաները։ Այն նույնիսկ կարող է ստեղծել կարճ միացումներ։ Ապոլոն 17-ի ռովերը, որը տիեզերագնացները օգտագործել են լուսնային մակերևույթով տեղաշարժվելու համար, ավարտելու ժամանակ գրեթե դադարել էր աշխատել փոշու կուտակման պատճառով։ Եվ հենց այստեղ է սկսվում իրական պատմությունը։ Պատմությունը մարդկության մասին, որը նախ անտեսեց խնդիրը, հետո փորձեց նվազագույնի հասցնել այն եւ միայն հետո հասկացավ նրա իրական մասշտաբը։ Վերադառնանք դեպի 1968 թվական։ Ապոլոն ծրագիրը շարունակվում էր լիակատար արագությամբ։ Ինժեներները նախագծում էին լուսնային մոդուլները, տիեզերազգեստները, ռովերները։ Նրանք կենտրոնացել էին տասնյակ տեխնիկական մարտահրավերների վրա՝ ճառագայթման պաշտպանությունը, թթվածնի համակարգերը, նավիգացիան, հաղորդակցությունը։ Բայց լուսնային փոշին մինչև այդ պահը էր տեսական խնդիր։ Նրանք գիտեին, որ փոշի կլինի, նրանք նույնիսկ կանխատեսել էին, որ այն կարող է պատճառ դառնալ որոշ անհարմարությունների, բայց ոչ ոք չէր պատկերացնում իրական մասշտաբը։ Դրա պատճառը պարզ էր՝ լուսնային նմուշներ դեռ չկային։ Բոլոր գիտությունը հիմնված էր ենթադրությունների վրա։
Մի քանի գիտնականներ կանխատեսում էին հնարավոր խնդիրներ։ Օրինակ, Թոմաս Գոլդը, Կորնելի համալսարանի աստղաֆիզիկոսը, 1958 թվականին նախազգուշացրել էր, որ լուսնային փոշին կարող է լինել շատ նուրբ և վտանգավոր։ Նա նույնիսկ առաջարկել էր տեսություն, որ ամբողջ լուսնային մակերևույթը ծածկված է խորը փոշու շերտով, որտեղ լուսնային մոդուլը կարող է ընկղմվել։ Այդ տեսությունը սխալ էր, բայց նա ճիշտ էր այն մասով, որ փոշին կլիներ հիմնական մարտահրավերություն։ Բայց NASA-ի ինժեներների մեծամասնությունը վերաբերվում էր այդ նախազգուշացումներին որպես գերաստիճանված։ Նրանք մտածում էին երկրային տրամաբանությամբ։ Փոշի ուրեմն նման է ավազին, կարող է լինել անհարմար, բայց ոչ մահացու։ Լավ օդային ֆիլտրերը և պարբերական մաքրումը կարող էին լուծել խնդիրը։ Այսպես էին նրանք մտածում։ Այսպես էին նրանք սխալվում սեին։ Նրանք սխալվում։ Հուլիս 1969 Ապոլոն 11-ը հասնում է լուսնի մակերևույթին։ Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդրինը անցկացնում են 2 ժամ 30 րոպե լուսնային մակերևույթին։ Երբ նրանք վերադառնում են մոդուլ, առաջին անգամ մարդիկ հանդիպում են լուսնային փոշուն թակ տարածքում։ Օլդրինի նկարագրությունը հետագայում դառնում է պատմական։ Յուրահատուկ, սուր հոտ, նման է հրացանային փոշուն, բայց ավելի սուր, ավելի մետաղական։ Նրանք նկատում են նաև, որ փոշին լողում է մոդուլում և կպչում է դիմակների ապակուն։ Բայց առաքելությունը շատ կարճ է՝ 2 ժամ 30 րոպե, և փոշուն շփումը սահմանափակ է։ Առողջական խնդիրներ չեն առաջանում։ NASA-ի ինժեներները հանգստանում են։ Փոշին անհարմարություն է, այո, բայց կառավարելի անհարմարություն։ Ապրիլ 1970 Ապոլոն 13 Չարլզ Դյուկը և Ջոն Յանգը անցկացնում են ավելի երկար ժամանակ լուսնային մակերևույթին՝ 1:11 ժամ 2 րոպե։ Երրորդ EVA-ի ավարտին նրանք նկատում են, որ տիեզերած գեստների ծնկի հոդերը դժվարանում են շարժվել։ Փոշին կուտակվել է հոդերում և գործում է որպես քերող նյութ։ Յանգը հետագայում կպատմի, որ զգում էր կարծես ծնկներս փաթաթված են ավազատուղթով։ Դեռ ոչինչ կրիտիկական, բայց առաջին նշանները արդեն նկատելի են։ Դեկտեմբեր 1972 Ապոլոն 17 Վերջին լուսնային առաքելությունը։ Սերնանը և Շմիդտը անցկացնում են երեքշաբթի լուսնի վրա ընդհանուր 22 ժամ 40 րոպե էվաժամանակ։ Եվ հենց այստեղ է խնդիրը դառնում ակնհայտ։ Շմիդտը զարգացնում է ուժեղ ալերգիկ ռեակցիա։ Սերնանի տիեզերազգեստի ծնկի հոդը գրեթե կատաղի է դառնում։ Ռովերի շարժիչները սկսում են անսարքել։ Մոդուլի օդային ֆիլտրերը արագ խցանվում են։ Երբ դրանք վերադառնում են երկիր, դրանց տիեզերազգեստները գտնվում են այնպիսի վիճակում, որ հետագա օգտագործումը անվտանգ չէ համարվում։ Հենց այս պահին NASA-ն հասկանում է. մենք խորը խնդիր ունենք։ Հիմա պատկերացրեք մի խորհրդաժողով 1973 թվականին։ Ապոլոն ծրագիրը ավարտվել է։ NASA-ի ղեկավարները և գիտնականները հավաքվում են քննարկելու ապագա լուսնային առաքելությունները։ Սեղանին ընկած են տասնյակ զեկույցներ, տիեզերագնացների ցուցմունքներ, տիեզերազգեստների վնասվածության վերլուծություններ, օդային ֆիլտրերի վիճակի ուսումնասիրություններ։ Եվ բոլոր այս տվյալները մատնանշում են մեկ կենտրոնական խնդրի վրա՝ լուսնային փոշին։ NASA-ն որոշում է գործել։ Ստեղծվում է հատուկ խումբ՝ լուսնային փոշու ազդեցության հետազոտման խումբ։ Նրանց առաքելությունը պարզ է՝ հասկանալ փոշին և գտնել ճանապարհներ պաշտպանվել դրանից։ Բայց մի խնդիր կա։ Ապոլոնի առաքելություններից բերված լուսնային նմուշները շատ սակավ են և չափազանց արժեքավոր էին ուղղակի կործանիչ փորձարկումների համար։ Լուծումը՝ ստեղծել լուսնային փոշու սիմուլյատոր։ 1974 թվականին NASA-ն սկսում է ծրագիր ստեղծելու համար արհեստական նյութ, որը կրկնօրինակում է լուսնային ռեգոլիթի հատկությունները։ Դա հեշտ չէ։ Պետք է համապատասխանեցնել մաստիկների չափը, ձևը, քիմիական կազմը, սրությունը։ Առաջին փորձերը անհաջող են, բայց 1983 գիտնականները վերջապես ստեղծում են JSK Regolith 1 սիմուլյատորը, որը համեմատաբար լավ նմանվում է իրական լուսնային փոշուն։ Հիմա, երբ նրանք ունեն սիմուլյատոր, սկսվում են համակարգված փորձարկումները։ Կենսաբանական փորձեր բջիջների վրա, ինժեներական փորձեր շարժիչների և կնիքների վրա, նյութագիտական փորձեր տիեզերազգեստների գործվածքների վրա։ Եվ յուրաքանչյուր փորձ բացահայտում է նոր, անընդհատ ավելի անհանգստացնող մանրամասներ։ Գիտնական թիմը դոկտոր Ջոել Լևինի ղեկավարությամբ Օլդ Դոմինիոնի համալսարանից իրականացնում է փորձեր, որտեղ մարդկային թոքերի բջիջները ենթարկվում են փոշու սիմուլյատորին։ Նրանք ստեղծում են պայմաններ, որոնք մոտավորապես նմանվում են լուսնային մոդուլի ներսի մթնոլորտին։ Արդյունքները շոկայուն են։
Մինչև 48 ժամ, ինչպես ասացի, բջիջների կեսը մահանում է։ Բայց ավելի վատն այն է, որ նույնիսկ այն բջիջները, որոնք չեն մահանում, փոխում են իրենց վարքագիծը։ Նրանց ԴՆԹ-ն վնասվում է։ Նրանք սկսում են արտադրել բորբոքային ցիտոկիններ։ Նրանք դառնում են պոտենցիալ քաղցկեղային բջիջներ։ Երկրաբանական հետազոտական ինստիտուտում Գերմանիայում մեկ այլ թիմ ուսումնասիրում է փոշու ֆիզիկական ազդեցությունը։ Նրանք վերցնում են մարդկային թոքերի հյուսվածքի նմուշներ մահացած մարդկանցից, ովքեր նվիրատվություն էին արել գիտությանը, եւ ենթարկում են դրանք լուսնային փոշու սիմուլյատորի սուր մասնիկներին։ Միկրոսկոպի տակ հստակ երևում է վնասը։ Մասնիկները կտրում են բջջային թաղանթները, անցնում են բջիջների միջև, խցանում են մանր արյունատար անոթները, ստեղծում են մանր արյունահոսություններ, ություններ։ Բայց հնարավոր է ամենահետաքրքիրն այն է, որ փորձերը բացահայտում են մի երևույթ, որը ոչ ոք չէր կանխատեսել։ Լուսնային փոշու սիմուլյատորը, երբ նոր է ստեղծվել, համեմատաբար անվնաս է, բայց երբ այն պահվում է մի քանի օր լաբորատորիայի պայմաններում, նրա ռեակտիվությունը նվազում է։ Ինչու՞։ Պատասխանը հետաքրքիր է։ Երկրի մթնոլորտում փոշու մակերեսը դանդաղորեն օքսիդանում է։ Խոնավությունը եւ թթվածինը մարմարացնում են ամենաօդային եզրերը։ Դա նշանակում է, որ իրական լուսնային փոշին, որը պահվել է վակուումում միլիարդավոր տարիներ, հնարավոր է ավելի վտանգավոր է, քան ցանկացած սիմուլյատոր, որը մենք կարող ենք ստեղծել երկրի վրա։ Հիմա եկեք համեմատենք լուսնային փոշին մի քանի հայտնի երկրային թունային նյութերի հետ։ Դա կօգնի հասկանալ նրա յուրահատկությունը։ Առաջինը՝ ազբեստ։ Մենք արդեն խոսել ենք դրա մասին, բայց եկեք ավելի խորանանք։ Ազբեստը բնական հանքային թել է, որը տասնամյակներ օգտագործվել է շինարարության եւ արդյունաբերության մեջ։ Երբ ազբեստի թելերը ներշնչվում են, դրանք կարող են խրվել թոքերի խոր հատվածներում եւ մնալ այնտեղ տասնամյակներ։ Կուտակային ազդեցությունը կարող է առաջացնել ազբեստոզ, թոքերի ֆիբրոզ հիվանդություն եւ մեզոթելիոմա, թոքերի պատյանի քաղցկեղ։ Բայց ազբեստի ազդեցությունը շատ դանդաղ է։ Նշանները հայտնվում են 10-ում են 10, 20, 30 տարի հետո։ Լուսնային փոշու հետ շփումը առաջացնում է ախտանիշներ ժամերի կամ օրերի ընթացքում։ Ազբեստը քիմիապես անդառնալի է։ Լուսնային փոշին քիմիապես հիպերակտիվ է։ Երկրորդը՝ սիլիկայի փոշի։ Սա հայտնի է որպես մի նյութ, որը պատճառ է դառնում սիլիկոզի, թոքերի հիվանդություն, որը ազդում է հանքափորներին եւ շինարարներին։ Սիլիկայի փոշու մասնիկները կարող են լինել շատ նուրբ եւ սուր։ Եվ դրանք ներթափանցում են թոքեր, դրանք առաջացնում են բորբոքում եւ դանդաղորեն ոչնչացնում են թոքերի հյուսվածքը։ Բայց երկրային սիլիկայի փոշին անցել է որոշ էրոզիա։ Նրա եզրերը որքան էլ սուր լինեն, ավելի հարթ են, քան լուսնային փոշու անտեսանելի ածիլները։ Եվ ամենակարևորը, սիլիկայի փոշին չունի էլեկտրաստատիկ լիցք։ Այն չի թռչում եւ չի կպչում ամեն ինչին այնպես, ինչպես լուսնային փոշին է անում։ Երրորդը՝ հրաբխային մոխիր։ Երբ հրաբուխը պայթում է, այն արտանետում է միլիարդավոր մանր մասնիկներ, ապակե եւ սուր։ Մարդիկ, ովքեր ապրում են հրաբխի մոտ եւ ներշնչում են այս մոխիրը, կարող են զարգացնել թոքերի խնդիրներ։ Բայց հրաբխային մոխիրը արագ լվացվում է անձրևից։ Այն նստում է գետին։ Այն չի լողում օդում անվերջ։ Լուսնային փոշին նվազագույն ձգողականության եւ վակուումի պայմաններում կարող է լողալ եւ կախվել ժամերով, օրերով։ Չորրորդը՝ նանոմասնիկներ։ Ժամանակակից նանոտեխնոլոգիան օգտագործում է արհեստական մասնիկներ, որոնց չափը հաճախ միայն մի քանի նանոմետր է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ նանոմասնիկներ կարող են լինել վտանգավոր մարդու առողջության համար։ Դրանք կարող են անցնել բջջային թաղանթների միջով, խանգարել ԴՆԹ-ին, առաջացնել օքսիդատիվ սթրես։ Բայց նանոմասնիկները սովորաբար արհեստական եւ արտադրվում են կառավարելի պայմաններում։ Լուսնային փոշին բնական է, անսահմանափակ քանակությամբ եւ անկարգելի մակերևույթին բաշխված։ Այսպիսով, լուսնային փոշին ինչ-որ կերպ միավորում է վատագույն հատկությունները մի քանի երկրային թունային նյութերից՝ ազբեստի թելանման կառուցվածքը, սիլիկայի սլությունը, հրաբխային մոխրի քիմիական ռեակտիվությունը, նանոմասնիկների մանրությունը։ Եվ դրա վրա ավելացնում է յուրահատուկ հատկություններ՝ էլեկտրաստատիկ լիցք, լուսնի ցածր ձգողականության պայմաններում անսովոր վարքագիծ, միլիարդավոր տարիների վակուումում պահպանված մակերևույթ։ Դա պարզապես չունի երկրային անալոգ։ Գիտնականների առջև նոր հարց է ծագում։ Եթե մենք չենք կարող ճշգրտորեն կրկնօրինակել լուսնային փոշին երկրի վրա, ինչպես կարող ենք իսկապես հասկանալ նրա վտանգը։ Լուծումը պետք է վերադառնալ լուսին եւ ուսումնասիրել փոշին տեղում։ Բայց դա պահանջում է նոր առաքելություն, նոր ֆինանսավորում, նոր տարիներ պատրաստության։ Եվ 1978 թվականից հետո ՆԱՍԱ-ի բյուջեն կտրուկ կրճատվել է։
Շարաշի առաքելությունները, տիեզերական կայանների շինարարությունը, Մարս ռովերները գերակայություն են ստանում։ Լուսնային ծրագրերը հետ են մղվում, բայց խնդիրը չի անհետանում։ Երբ 1988 եւ 89 թվականների սկսվում են միջազգային տիեզերական կայանի նախագծերը, ինժեներները միանգամից հարց են տալիս. ինչպես կարող ենք պաշտպանել կայանը փոշուց, եթե կառուցենք այն լուսնի վրա։ Պատասխանը անհանգստացնող է. մենք չգիտենք։ Սկսվում են նոր հետազոտական ուղղություններ։ Մի խումբ MIT-ից ուսումնասիրում է էլեկտրաստատիկ էկրանավորման տեխնոլոգիան։ Գաղափարը պարզ է՝ ստեղծել էլեկտրական դաշտ, որը կմերժի լիցքավորված փոշու մասնիկները։ Փորձարարական դրական արդյունքներ կան։ Նրանք կարողանում են դանդաղեցնել փոշու կուտակումը մի քանի տասնյակ տոկոսով, բայց դա բավարար չէ։ Էլեկտրական դաշտը պետք է լինի շատ ուժեղ, որպեսզի ամբողջովին արգելափակի փոշին, եւ դա պահանջում է անօգուտ մեծ էներգիա։ Եվ ամենակարևորը, էլեկտրական դաշտը չի պաշտպանում տիեզերագնացներին, երբ նրանք աշխատում են դրսում մոդուլի կամ բազայի։ Մեկ այլ խումբ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայից հետազոտում է քիմիական մեթոդներ։ Նրանք փորձում են ստեղծել պատվածքներ, որոնց վրա լուսնային փոշին չի կպչում։ Նրանք փորձարկում են հարյուրավոր տարբեր նյութեր, պոլիմերներ, կերամիկա, մետաղական համաձուլվածքներ։ Որոշ նյութեր ցույց են տալիս օգուտ։ Օրինակ, որոշ ֆոտոպոլիմերներ ունեն շատ ցածր մակերևութային էներգիա, ինչը դժվարացնում է փոշու կպչումը։ Բայց անցկացվում է մի քանի ամիս, եւ փոշին դանդաղորեն քայքայում է նույնիսկ այս պաշտպանիչ պատվածքները։ Սուր մասնիկները քերում են մակերևույթը։ Վակուումի ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է պոլիմերները, եւ փոշին սկսում է կուտակվել նույնիսկ այն մակերևույթներին, որոնք միանգամ թվում էին դիմացկուն։ Երրորդ խումբը Հյուսթոնի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում աշխատում է մեխանիկական լուծումների վրա։ Նրանք նախագծում են նոր տիեզերազգեստներ, որոնք կունենան ավելի լավ կնիքներ, ավելի քիչ հոդեր, ավելի փակ մակերևույթներ։ Նրանք նախագծում են հատուկ փոշու մակերեսներ, փոքրիկ խցիկներ, որտեղ տիեզերագնացները կարող են մաքրվել նախքան մոդուլ մտնելը։ Նրանք նախագծում են ռոբոտների համակարգեր, որոնք կարող են փոխարինել մարդկանց ամենավտանգավոր առաջադրանքներում։ Բոլոր այս տեխնոլոգիաները օգտակար են, բայց ոչ մեկը չի լուծում հիմնական խնդիրը։ Փոշին կվերականգնվի, կներթափանցի, կվնասի։ 1998 թվականներին, երբ ՆԱՍԱ-ն սկսում է լուրջ քննարկել լուսին վերադառնալը, փոշու խնդիրը ակնհայտորեն դառնում է ամենամեծ տեխնիկական մարտահրավերներից մեկը։ Մի ուսումնասիրություն հաշվարկում է, որ երկարաժամկետ լուսնային բազայի համար փոշու կառավարման համակարգերը կարող են կազմել 10 մինչև 15% ընդհանուր զանգվածի եւ բյուջեի։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր 10 տոննա սարքավորումներից 1 տոննան պետք է նվիրված լինի միայն փոշուց պաշտպանությանը։ Դա անհավատալի ծախս է, բայց փոխվում է նաև գիտական մոտեցումը։ 1998 թվականների սկզբին ՆԱՍԱ-ի գիտնական խորհրդի մի խումբ տալիս է անսպասելի առաջարկ։ Եթե մենք չենք կարող վերացնել փոշին, գուցե մենք կարող ենք օգտագործել այն։ Գաղափարը հետաքրքիր է։ Լուսնային փոշին, չնայած նրա վտանգավորությանը, ունի նաև օգտակար հատկություններ։ Այն հարուստ է սիլիկոնով, թթվածնով, տիտանով, ալյումինով։ Եթե մենք կարողանանք մշակել տեխնոլոգիաներ լուսնային փոշուց արդյունահանելու այս տարրերը, մենք կարող ենք ստեղծել շինանյութեր, թե մետաղներ, թե նույնիսկ թթվածին եւ ջուր ապագա բազաների համար։ Սկսվում են փորձեր։ Գիտնականները փորձում են համալեբեցնել լուսնային փոշու սիմուլյատորը, հալեցնել այն շատ բարձր ջերմաստիճանում, հետո արագ սառեցնել։ Արդյունքում ստացվում են քարե թելեր, որոնք կարելի է օգտագործել որպես շինանյութ։ Այլ թիմեր փորձում են օգտագործել էլեկտրոլիզ, թթվածին արդյունահանելու փոշուց։ Երրորդներս փորձում են ստեղծել լուսնային բետոն, որտեղ փոշին հանդիսանում է հիմնական բաղադրիչ։ Այս տեխնոլոգիաները խոստումնալից են, բայց դրանք դեռ փորձարարական փուլում են։ Եվ ամենակարևորը, դրանք չեն լուծում հիմնական խնդիրը՝ ինչպես պաշտպանել մարդկանց եւ սարքավորումները փոշուց այնտեղ, որտեղ այն գտնվում է բնական վիճակում։ 2100-ավոր թվականներին ՆԱՍԱ-ն սկսում է Constellation ծրագիրը վերադառնալու լուսին։ Առաջին անգամ ավելի քան 30 տարի փոշու խնդիրը դառնում է կենտրոնական հարց։ Ստեղծում է հատուկ գիտական դասագիրք՝ լուսնային փոշու միջավայրի ազդեցության գնահատում։ Գրվում են հարյուրավոր էջեր տեղեկատվության։ Վերլուծվում են բոլոր Ապոլոնի ծրագրի տվյալները։ Ուսումնասիրվում են բոլոր հետագա լաբորատոր փորձերի արդյունքները։ Եվ եզրակացությունը մնում է անփոփոխ։ Լուսնային փոշին մնում է մեծագույն միջավայրային վտանգը լուսնային հիմքերի համար։
Երբ 2010 թվականին Բարակ Օբաման չեղարկեց Constellation ծրագիրը եւ փոխարինեց այն ճկուն գծով, որը նախապատվություն տվեց աստերոիդներին եւ Մարսին, փոշու խնդիրը դարձյալ մնաց չլուծված։ Բայց գիտությունը շարունակվեց։ Եվրոպական տիեզերական գործակալությունը սկսեց իր սեփական ուսումնասիրությունները։ Չինաստանը, որը պլանավորում էր իր սեփական լուսնային առաքելությունները, նույնպես սկսեց ինտենսիվ հետազոտություններ փոշու մասին։ Ապագա լուսնային բազայի ամեն նախագիծ պարտադիր ներառում էր փոշու կառավարման համակարգեր։ Հիմա 2020 թվականներում մենք գտնվում ենք հետաքրքիր պահի վրա։ NASA-ի Artemis ծրագիրը նպատակ ունի մարդկանց վերադարձնել լուսին այս տասնամյակի ընթացքում։ Բայց տարբերությունը Ապոլոնից այն է, որ այս անգամ նպատակը ոչ թե կարճ այցելություններ են, այլ կայուն երկարաժամկետ ներկայություն։ Պատկերացրեք լուսնային բազա, որտեղ տասնավոր մարդիկ կապրեն ամիսներ, հնարավոր է նույնիսկ տարիներ։ Նրանք կաշխատեն դրսում մակերևույթին, կհավաքեն նմուշներ, կշինեն կառույցներ, կարվեստագործեն լուսնային ռեսուրսները, եւ ամբողջ այս ժամանակ նրանք կշփվեն փոշու հետ, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր Էվա, յուրաքանչյուր շնչառություն։ Ինչպես կարող ենք պաշտպանել նրանց։ Արդեն պարզ է, որ կան բազմաթիվ մոտեցումներ, որոնք պետք է աշխատեն միաժամանակ։ Առաջին շերտը նախազգուշում։ Նոր տիեզերազգեստերի նախագծերը ներառում են ավելի լավ կնիքավորում, բազմաշերտ պաշտպանություն, հատուկ նյութեր, որոնք դիմադրում են փոշու կպչմանը։ XMU, NASA-ի նոր տիեզերազգեստը, որը նախագծված է Artemis ծրագրի համար, ունի հատուկ փոշու հանդուրժող հոդեր, որոնք կարող են շարունակել աշխատել նույնիսկ եթե փոշին կուտակվում է։ Զգեստի արտաքին շերտը պատված է հատուկ նյութով, որը մերժում է ստատիկ լիցքը։ Երկրորդ շերտը՝ մեկուսացում։ Լուսնային բազաների նոր նախագծերը ներառում են փոշու ողջաղցիկներ, հատուկ անցումային տարածքներ, որտեղ տիեզերագնացները մաքրվում են նախքան բազայի ներսի բնակելի հատվածներ մտնելը։ Այս խցիկներում կլինեն ուժեղ վակուումային համակարգեր, որոնք հեռացնում են փոշին զգեստներից։ Կլինեն նաև էլեկտրաստատիկ մաքրման համակարգեր, որոնք չեզոքացնում են փոշու լիցքը։ Երրորդ շերտը՝ ֆիլտրացիա։ Լուսնային բազայի օդային հաղորդագծերը կուներանան բարձր արդյունավետության HEPA ֆիլտրեր, որոնք կհեռացնեն միկրոսկոպիկ մաստիկները օդից։ Այս ֆիլտրերը պետք է պարբերաբար փոխարինվեն, բայց դրանք կպաշտպանեն բնակիչների թոքերը։ Չորրորդ շերտը՝ մոնիտորինգ։ Բազայում կլինեն անընդհատ սենսորներ, որոնք կչափեն օդում փոշու կոնցենտրացիան։ Եթե կոնցենտրացիան վետացանում է վտանգավոր մակարդակի, համակարգը կտա զգուշացում եւ կմիացնի լրացուցիչ մաքրման կարգավիճակը։ Հինգերորդ շերտը՝ բժշկական վերահսկողություն։ Յուրաքանչյուր տիեզերագնաց կանցնի կանոնավոր բժշկական հետազոտություններ, թոքերի ֆունկցիայի թեստեր, ռենտգեն նկարներ, արյան վերլուծություններ, բորբոքային մարկերների հայտնաբերման համար։ Եթե հայտնաբերվեն վաղ նշաններ, անձը կկարգեր կանխատեսող բուժում եւ կսահմանափակվի դրսի աշխատանքից։ Այս բոլոր շերտերը միասին կարող են զգալիորեն նվազեցնել ռիսկը, բայց ոչ ոք չպնդում է, որ դրանք կարող են ամբողջովին վերացնել վտանգը։ Լուսնային փոշին գոյություն կունենա միշտ։ Այն կցրվի յուրաքանչյուր քայլից, կլողա յուրաքանչյուր շարժումից, կներթափանցի յուրաքանչյուր փակումից։ Հարցը ոչ թե կարող ենք արդյոք վերացնել այն, այլ կարող ենք արդյոք կառավարել այն այնպես, որ մարդիկ կարողանան անվտանգ ապրել եւ աշխատել լուսնի վրա։ Եվ այստեղ է, որ մենք գալիս ենք դեպի ավելի խորը, ավելի գիտապիլիսոփայական հարց։ Լուսինը, այս մոլորակը, որին մենք հայացել ենք հազարամյակներ, պարզվում է հյուրընկալ չէ մեզ համար։ Ոչ ձեռնմշակված թշնամական հարձակման իմաստով, այլ պարզապես օտար, անհամատեղելի մեր կենսաբանությամբ եւ տեխնոլոգիայով։ Դա հարցեր է բարձրացնում մեր տեղն այս տիեզերքում։ Փետրվար 2026։ NASA-ի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում տասնյակ ինժեներներ եւ գիտնականներ հավաքվել են ամենաժամանակակից լաբորատորիայում։ Սեղանին դրված է ինչ-որ բան, ինչը կարող էր թվալ սովորական տիեզերազգեստ։ Բայց դա չէ։ Դա XMU-ն է, Exploration Extravehicular Mobility Unit։ Տիեզերազգեստը, որը պետք է փրկի մարդկության ապագա լուսնային գաղութավարներին դաժան թշնամուց, լուսնային փոշուց։ Հիմա 50 տարի անց Ապոլոն 17-ից մարդկությունը կրկին պատրաստվում է ոտք դնել լուսին, բայց այս անգամ ամեն ինչ տարբեր է։ Այս անգամ մենք գիտենք թշնամուն։ Նախագծման ղեկավար դոկտոր Էմի Ռոսը բարձրացնում է XMU-ի ձեռնոցը եւ ցույց է տալիս նրա ներսի կառուցվածքը։ Տեսեք այս շերտը, ասում է նա։ Դա վեկտրան, նոր սինթետիկ նյութ, որը մեր թիմը մշակել է հատուկ լուսնային փոշու դեմ։ Այն ունի միկրոսկոպիկ կառուցվածք, որը ֆիզիկապես մերժում է փոշու մասնիկները։
Նա վերցնում է փոշու սիմուլյատորի մի բուռ և ցանում զգեստի վրա։ Փոշին դանդաղորեն սահում է ներքև, գրեթե չկպչելով մակերևույթին։ Սենյակում խլացող լռություն է։ Հետո մեկը հարցնում է. բայց որքան ժամանակ դա կտևի լուսնային պայմաններում։ Ռոսի դեմքի արտահայտությունը փոխվում է։ Մենք գնահատում ենք մոտավորապես 30 էվա։ Հետո պատվածքը սկսում է քայքայվել և արդյունավետությունը կնվազի։ 30 էվա։ Ապոլոնի տիեզերագնացները կատարել են 1-ից մինչև 3 էվա յուրաքանչյուր առաքելության ընթացքում։ Արթեմիս ծրագիրը պլանավորում է երկարաժամկետ առաքելություններ, հնարավոր է մինչև 6 ամիս մակերևույթին։ Տիեզերագնացը, որը աշխատում է յուրաքանչյուր շաբաթ 2 անգամ դրսում, կհասնի 30 EVA-ի սահմանին մոտավորապես 4 ամսում։ Ինչ կկատարվի հետո։ Արդյոք նրանք կարող են պարզապես փոխել տիեզերազգեստը։ Այո, բայց յուրաքանչյուր XEMU խնդրոտ արժե մոտավորապես $250 միլիոն, 1978 թվականի արժեքներով ճշգրտված ինֆլյացիայի համար։ Յուրաքանչյուր տարի մեկ տիեզերագնացի համար պետք է 2 դեռ պահեստային զգեստ, արժեքը աստղաբաշխային է։ Բայց դա միայն մեկ խնդիր է։ Նույն լաբորատորիայում մեկ այլ թիմ ցույց է տալիս լուսնային փոշու մեկուսացման համակարգը, LDS։ Դա հսկայական կառույց է, որը նման է միջազգային տիեզերական կայանի օդային ողջաղցիկին, բայց շատ ավելի բարդ։ Երրորդ աստիճանի ինժեներ Ջեյմս Չենը բացատրում է. երբ տիեզերագնացը վերադառնում է Էվայից, նա մտնում է LDIC-ի առաջին խցիկ։ Այստեղ նա կանգնում է հատուկ հարթակի վրա, որը սկսում է պտտվել։ Միևնույն ժամանակ վակուումային ծակերի հարյուրավորները, որոնք տեղակայված են պատերում, ներքևում և առաստաղում, հզոր ներծծում են ստեղծում։ Դրանք հեռացնում են փոշու գերակշիռ մեծամասնությունը։ Գերակշիռ մեծամասնությունը, կրկնում է մեկը, որքան ճիշտ։ Չենը նայում է իր տվյալներին։ Լաբորատոր պայմաններում 98.7%, բայց դա իդեալական պայմաններում է։ Լուսնի վրա, ցածր ձգողականության պայմաններում, էլեկտրաստատիկ լիցքի ներկայությամբ մենք գնահատում ենք 94 մինչև 96%։ Լռություն։ Մեկը հաշվարկում է։ Այսինքն, եթե մեկ EVA-ի ընթացքում տիեզերագնացի զգեստին կպչում է մի քանի տասնյակ գրամ փոշի, LDIS-ը կթողնի 4 մինչև 6 գրամ։ Յուրաքանչյուր էվա, յուրաքանչյուր շաբաթ 2 անգամ, յուրաքանչյուր ամիս մոտավորապես 56 գրամ փոշի, որը ներթափանցում է բազա։ $250 միլիոն արժողությամբ տիեզերազգեստը, որը աշխատում է 4 ամիս։ Փոշու մաքրման համակարգը, որը հեռացնում է միայն տոկոսը 96։ Սրանք մեր լավագույն լուծումներն են։ 50 տարի Ապոլոնից հետո։ Տասնամյակներ հետազոտությունների հետո, միլիարդավոր դոլարների ներդրումներից հետո։ Բայց եկեք լինենք արդար, այս լուծումները հսկայական առաջընթաց են։ Ապոլոնի ժամանակ տիեզերագնացները չունեին ոչ մի հատուկ պաշտպանություն փոշուից։ Նրանք օգտագործում էին հասարակ խոզանակներ։ Հիմա մենք ունենք բազմաշերտ պաշտպանություն, նանոտեխնոլոգիական պատվածքներ, ինտելեկտուալ մաքրման համակարգեր։ Բայց բավարար է դա։ 2022 թվականին NASA-ն իրականացրեց պատմական փորձ։ Նրանք առաքեցին անմարդած տիեզերակայան դեպի լուսին, լուսնային ֆլեշլայթ։ Տիեզերակայանի նպատակը պարզ էր՝ հարվածել լուսնի հարավային բևեռ, հատուկ դարձյալ կրատեր մեջ, որտեղ վերլուծությունը ցույց էր տվել հնարավոր ջրի սառույցի առկայություն։ Բայց մեկ այլ նպատակ նույնպես կար՝ հարվածի պահին բարձրացած փոշու ամպը ուսումնասիրել։ Երբ տիեզերակայանը հարվածեց մակերևույթին 6 կմ/վ արագությամբ, այն ստեղծեց փոշու ամպ, որը բարձրացավ մինչև 10 կմ բարձրություն։ Ուղեկցող տիեզերանավը, որը թռչում էր անվտանգ հեռավորության վրա, վերլուծեց այդ ամպը իր սպեկտրոմետրերով և տեսախցիկներով։ Արդյունքները հրապարակվեցին 2023 թվականին։ Փոշու մասնիկների կեսը բարձրացել էր մինչև 6 կմ և սկսել էր դանդաղորեն ընկնել հետ։ Բայց ամենափոքր մասնիկները, դրանք, որոնք ունեին չափ ավելի փոքր քան 10 միկրոմետր, դեռ մնում էին օդում մի քանի ժամ անց։ Մի քանի ժամ, լուսնի վրա, որտեղ չկա մթնոլորտային դիմադրություն, որտեղ միայն ցածր ձգողականությունը դանդաղորեն ներքաշում է ամեն ինչ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդկային գործողություն լուսնային մակերևույթին, քայլք, ռովերի անցում, շինարարություն, ստեղծում է փոշու ամպ, որը կարող է տևել ժամերով։ Եվ այդ ամպը կարող է տարածվել կիլոմետրեր հեռավորությամբ, վարակելով մեծ տարածքներ։ Հենց այստեղ է մենք բախվում են նոր իրականությանը։ Լուսնային բազան չի կարող լինել մեկուսացված կղզի։
Յուրաքանչյուր տիեզերագնաց, որը քայլում է մակերևույթով, ստեղծում է փոշու հետք, որը ազդում է բոլորի վրա։ Յուրաքանչյուր ռովեր, որը շարժվում է, ցրում է փոշի։ Յուրաքանչյուր ռակետա, որը վայրեջք է կատարում կամ թռիչք, ստեղծում է փոշու փոթորիկ։ Մենք չենք կարող պարզապես կառուցել մեկ բազա եւ սպասել, որ այն մնա մաքուր։ Ամբողջ շրջակա միջավայրը դառնում է դինամիկ, անընդհատ փոփոխվող փոշու ծովակ։ 2024 թվականին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները Չանգե 6 առաքելությունից։ Չինական լուսնային ռովերը, որը աշխատել է հարավային բևեռի տարածքում, ուներ հատուկ սենսորներ փոշու կոնցենտրացիան չափելու համար։ Տվյալները ցույց տվեցին ինչ-որ անսպասելի բան։ Լուսնային օրվա ընթացքում, որը հավասար է երկրային 14 օրվա, փոշու կոնցենտրացիան օդում, նկատի ունեցեք, բարձրությունը 1 մետր մակերևույթից, տատանվում էր հազարապատիկ։ Ցերեկ, երբ արևը տաքացնում էր մակերևույթը, փոշին ավելի ակտիվ էր, գիշերը ավելի քիչ։ Բայց ամենացնցող եղավ այն, որ վերլուծությունը ցույց տվեց, փոշին ոչ միայն պասիվորեն ընկնում էր, այլ ակտիվորեն շարժվում էր հորիզոնական ուղղությամբ։ Ինչպես է դա հնարավոր։ Պատասխանը կայանում է էլեկտրաստատիկ լիցքում եւ արևային քամու փոխազդեցության մեջ։ Արևը անընդհատ ռմբակոծում է լուսնի մակերևույթը պրոտոններով եւ էլեկտրոններով։ Ցերեկային կողմում, որտեղ արևը ուղղակիորեն ճառագայթում է, մակերևույթը ստանում է ավելի շատ պրոտոններ եւ դառնում է դրականորեն լիցքավորված։ Գիշերային կողմում ավելի շատ էլեկտրոններ եւ դառնում է բացասականորեն լիցքավորված։ Այս լիցքերի տարբերությունը ստեղծում է էլեկտրական դաշտեր, որոնք կարող են թռիչքի հանել փոշու մասնիկները եւ տեղափոխել դրանք հորիզոնական ուղղությամբ հարյուրավոր մետրեր, նույնիսկ կիլոմետրեր հեռավորությամբ։ Դա ահավոր բացահայտում է։ Դա նշանակում է, որ լուսնային բազան չի կարող պարզապես տեղակայվել ցանկացած վայրում։ Պետք է հաշվի առնել տեղական էլեկտրական դաշտերը, արևային քամու ուղղությունը, մակերևույթի տոպոգրաֆիան։ Պետք է պլանավորել այնպես, որ փոշու բնական շարժումը չվարակի բազան։ Բայց ավելի վատը, դա նշանակում է, որ բազան ինքը իր մետաղական կառույցներով, իր էլեկտրական համակարգերով կփոխի տեղական էլեկտրական դաշտը եւ կստեղծի նոր փոշու շարժման օրինաչափություններ։ Մենք չենք պարզապես կառուցում բազա լուսնի վրա։ Մենք փոխում ենք լուսնային միկրոդինամիկան։ 1278 թվականից 2026 թվականը հազարապատիկ տարիների խորհրդածությունից 5 տասնամյակների ինտենսիվ գիտության եւ տեխնոլոգիայի։ Ապոլոն ծրագիրը կարծում էր լուսինը պարզ, անկենդան, անշարժ աշխարհ է։ Արթեմիս ծրագիրը բացահայտում է լուսինը բարդ, դինամիկ, անընդհատ փոխվող համակարգ է։ Եվ փոշին, այս անտեսանելի, ամենուր ներկա նյութը դրա կենտրոնական տարրն է։ Բայց մենք առաջ ենք գնում։ Արթեմիս 3 առաքելությունը, որը պլանավորված է 2028 կամ 29 թվականին, կնշանակի առաջին կանանց եւ ամերիկացի չպետական լուսնին հասնելը Ապոլոնից ի վեր։ Եվ փորձարարական տեխնոլոգիաների շարքում կլինեն նաեւ փոշու պաշտպանության նոր համակարգեր։ Մեկ այն համակարգներից կոչվում է էլեկտրոդինամիկ փոշու էկրան, EDS։ Պատկերացրեք տիեզերազգեստ, որի մակերևույթը ծածկված է բարակ անտեսանելի էլեկտրոդներով։ Այդ էլեկտրոդները ստեղծում են ալիքաձև էլեկտրական դաշտ, որը անընդհատ փոխվում է մի քանի 100 հերց հաճախականությամբ։ Երբ լիցքավորված փոշու մասնիկը մոտենում է զգեստին, ալիքաձև դաշտը հրում է այն հեռու։ Տեսությունը հիանալի է։ Միթի լաբորատորիաներում փորձերը ցույց են տվել մինչև 98% արդյունավետություն։ Բայց կա մի խնդիր։ Համակարգը պահանջում է էներգիա։ Շատ չէ, մոտավորապես 50 վատ։ Բայց Էվայի տևողությունը կարող է լինել 6 մինչև 8 ժամ։ Զգեստի մարտկոցները պետք է սնուցեն նաև կենսաապահովման համակարգերը, հաղորդակցության սարքավորումները, տաքացման եւ սառեցման համակարգերը։ Յուրաքանչյուր լրացուցիչ վատը նվազեցնում է Էվայի տևողությունը կամ պահանջում է ծանր մարտկոցներ։ Եվ ամենակարևորը, ինչ կկատարվի, եթե էլեկտրոնիկան սխալ աշխատի։ Եթե դաշտը անջատվի փոշի փոթորիկի մեջ, տիեզերագնացը կմնա պաշտպանության առանց, հեռու բազայից, տակավին փոշու ամպի մեջ։ Մեկ այլ խոստումնալից մոտեցում կոչվում է ֆոտոկատալիտիկ ինքնամաքրում։ Տիեզերազգեստի մակերևույթը ծածկված է տիտանի դիօքսիդի նանոմասնիկներով։ Երբ արևային ուլտրամանուշակագույն լույսը հարվածում է այդ մակերևույթին, տիտանի դիօքսիդը դառնում է ֆոտոկատալիզատոր։ Այն քայքայում է օրգանական նյութերը, ապա մակերևութային օքսիդացնում է կեղտը եւ տեսականորեն կարող է նաեւ անջատել փոշու մասնիկները մակերևույթից։ Ճապոնիայի տիեզերական հետազոտական գործակալությունը իրականացրել է փորձարարական ուսումնասիրություններ միջազգային տիեզերական կայանում։
Արդյունքները խոստումնալից էին։ Բայց լուսնի վրա մենք ունենք նոր խնդիր։ Փոշին անօրգանական է։ Այն չի պարունակում կարբոն հիմքային միացություններ, որոնք տիտանի դիօքսիդը լավագույնս քայքայում է։ Լուսնային պայմաններում ֆոտոկատալիտիկ ազդեցությունը կարող է լինել շատ ավելի սահմանափակ։ Տեխնոլոգիան զարգանում է, բայց յուրաքանչյուր լուծում բացահայտում է նոր խնդիրներ։ Մենք առաջընթաց ենք ապահովում, այո, բայց դա չի արագորեն, եւ ժամանակն արագորեն անցորեն անցնում է։ Artemis բազային ճամբարի սկզբնական մոդելը, որը ներկայացվեց 2024 թվականին, ներառում է անհավատալի տեխնոլոգիական նվաճումներ։ Բազան կունենա մոդուլային կառուցվածք։ Յուրաքանչյուր մոդուլ կհերմետիզացված լինի եւ կապակցված մյուսների հետ ճկուն անցումներով։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բազան կունենա 3 տարբեր գոտիներ։ Կարմիր գոտին արտաքին աշխարհ, որտեղ փոշին գերակալում է։ Դեղին գոտին անցումային տարածություն, որտեղ տեղի է ունենում մաքրում եւ դեկոնտամինացիա։ Կանաչ գոտին մաքուր բնակելի տարածք, որտեղ փոշին գրեթե չկա։ Բայց ինչ է նշանակում գրեթե։ NASA-ի ստանդարտներն Artemis-ի համար սահմանում են մաքսիմալ թույլատրելի փոշու կոնցենտրացիա օդում, ոչ ավել քան 100 միկրոգրամ 1 խորանարդ մետրում։ Համեմատության համար, միջազգային տիեզերական կայանում փոշու կոնցենտրացիան սովորաբար մոտ է 50 միկրոգրամ 1 խորանարդ մետրում։ Երկրային գրասենյակներում մոտավորապես 200 միկրոգրամ։ Այսինքն, Artemis-ի բազան պետք է պահպանի օդի մաքրություն, որը համեմատելի է տիեզերական կայանի հետ, բայց պայմաններում, որտեղ անընդհատ աղբյուր կա անմիջապես դրսում։ Կարող ենք մենք իսկապես հասնել այս ստանդարտին։ Դասագիր մի ուսումնասիրություն, որը իրականացվել է Արիզոնայի համալսարանում 2025 թվականին, փորձեց մոդելավորել փոշու ներթափանցումը լուսնային բազա։ Նրանք վերցրին իսկական Ապոլոնի տիեզերազգեստի համապատասխանություններ եւ հետազոտեցին, թե որտեղ փոշին կուտակվում էր։ Հետո նրանք ստեղծեցին համակարգչային մոդել, որը սիմուլյացնում էր Էվաների դինամիկան, փոշու ողջաղցիկների աշխատանքը, օդային հոսքերը բազայի ներսում։ Արդյունքները մտահոգիչ էին։ Նույնիսկ լավագույն սցենարում, երբ բոլոր համակարգերը աշխատում էին անթերի, բազայի մաքուր գոտում փոշու կոնցենտրացիան դանդաղորեն բարձրանում էր ժամանակի ընթացքում։ 6 ամսվա սիմուլյացիայից հետո կոնցենտրացիան հասնում էր 120 միկրոգրամ 1 խորանարդ մետրում։ Գերազանցում էր NASA-ի ստանդարտները։ Ինչու՞։ Պատասխանը պարզ, բայց դառն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ տիեզերագնացը անցնում է կարմիր գոտիից դեպի դեղին, փոշու մի փոքր քանակ անցնում է նրա հետ։ Նույնիսկ լավագույն մաքրման համակարգերը չեն հեռացնում 100%-ը։ Եվ ամեն անգամ, երբ դռները բացվում են դեղին եւ կանաչ գոտիների միջև, փոշու միկրոսկոպիկ մասնիկներ տարածվում են օդի հոսքերի միջոցով։ Հարյուրավոր Էվաներ, հազարավոր դռների բացում-փակում եւ դանդաղորեն, անխուսափելիորեն փոշին ներթափանցում է ամենուր։ Լուծումը՝ պարբերական խորը մաքրում։ Յուրաքանչյուր 3 ամիսը բազայի բնակիչները պետք է տեղափոխվեն երկրորդ մոդուլ, մինչդեռ առաջինը ենթարկվի լիակատար դեկոնտամինացիայի։ Բոլոր մակերևույթները կմաքրվեն, օդային ֆիլտրերը կփոխարինվեն, օդը կվերափոխարկվի։ Դա կպահանջի մոտավորապես 3 օր յուրաքանչյուր 3 ամսը։ Կտրուկ 3% բազայի աշխատանքային ժամանակից, բայց այլ ընտրանք չկա։ Եվ հիմա եկեք խոսենք մասին, որը հազվադեպ է քննարկվում հանրային ելույթներում։ Ինչ կկատարվի առաջին տիեզերագնացների հետ, ովքեր կապրեն Artemis բազայում 6 ամիս։ Նրանք կգնան այնտեղ գիտակցաբար, գիտենալով ռիսկերը։ Նրանք կունենան լավագույն տեխնոլոգիաները, լավագույն բժշկական պաշտպանությունը, բայց նրանք դեռևս կշնչեն փոշի։ Փոքր քանակներ, այո, բայց անընդհատ։ 6 ամիս։ NASA-ն իրականացրել է բժշկական ռիսկերի գնահատում։ Կանխատեսումներն ասում են, որ 10%-ից 20% նրանց, ովքեր կապրեն այնտեղ 6 ամիս, կզարգացնեն թոքերի քրոնիկ բորբոքում։ 3-ից 5% կունենան ավելի լուրջ ախտանիշներ, թոքերի ֆիբրոզի նախնական նշաններ։ 1% կարող է պահանջել բժշկական էվակուացիա։ Սրանք պաշտոնական, պահպանողական գնահատումներ են։ Բայց կա մի բան, որի մասին հաշվետվություններում չեն գրում։ Երկարաժամկետ ազդեցությունը։ Ինչ կկատարվի նրանց հետ 10, 20, 30 տարի հետո։ Արդյոք այն փոշին, որը խրվել է նրանց թոքերում, կմնա այնտեղ, դանդաղորեն առաջացնելով վնաս։ Արդյոք նրանք ավելի մեծ ռիսկ կունենան քաղցկեղի զարգացման համար։ Մենք պարզապես չգիտենք։ Մենք չենք կարող գիտենալ, քանի դեռ առաջին սերունդը չի ապրել ամբողջ կյանքն, ու մենք չենք կարող վերլուծել նրանց երկարաժամկետ առողջությունը։ Սա է մարդու տիեզերական հետազոտության իրականությունը։ Պատմության յուրաքանչյուր մեծ արշավանք ներառել է անհայտ ռիսկեր։
Բայց ժամանակակից եթիկան պահանջում է, որ մենք լինենք բաց այդ ռիսկերի մասին։ Արթեմիսի յուրաքանչյուր տիեզերագնաց, որը կստորագրի պայմանագիրը, կստանա հարյուրավոր էջերի տեղեկատվություն լուսնային փոշու վտանգների մասին։ Նրանք կանցնեն պրոտոկոլային ուսուցում, նրանք կստորագրեն հայտարարություն, որ նրանք հասկանում են ռիսկերը եւ կամովի ընդունում են դրանք։ Բայց արդյոք դա բավարար է։ Արդյոք բավարար է ասել, նրանք գիտեին, թե ինչի էին գնում։ 2026 թվականի փետրվարում գիտական հանրությունը հուզված էր մի հրապարակումից Nature Medicine ամսագրում։ Գերմանացի պնևմոլոգ դոկտոր Կլաուր Կլիլերը եւ նրա թիմը կատարել էին համեմատական ուսումնասիրություն։ Նրանք վերցրել էին թոքերի նմուշներ, մի կողմից ասբեստի հետ աշխատած մարդկանցից, ովքեր մահացել էին մեզոթելիոմայից, մյուս կողմից մարդկանցից, ովքեր աշխատել էին սիլիկայի փոշու հետ եւ մահացել էին սիլիկոզից։ Հետո նրանք ստեղծեցին լուսնային փոշու սիմուլյատորի ազդեցության մոդել եւ համեմատեցին հյուսվածքների վնասվածությունը։ Եզրակացությունը եղավ հստակ։ Լուսնային փոշու պոտենցիալ վնասը համեմատելի է ասբեստի եւ սիլիկայի հետ, բայց ռեակցիան ավելի արագ է։ Հոդվածը առաջացրեց մեծ քննարկում։ Մի քանի գիտնականներ քննադատեցին մեթոդաբանությունը։ Լուսնային փոշու սիմուլյատորը չի կարող ամբողջովին կրկնօրինակել իրական լուսնային ռեգոլիթը, ասացին նրանք։ Ճիշտ է, բայց դա նշանակում է, որ իրական վտանգը կարող է լինել ավելի մեծ կամ ավելի փոքր, ոչ թե չկա վտանգ։ Այլ գիտնականներ պնդեցին, որ փորձը չի հաշվի առնում ժամանակակից պաշտպանական միջոցները։ Արթեմիսի տիեզերագնացները կունենան HEPA ֆիլտրեր, էլեկտրոստատիկ էկրանավորում, նվազագույն փոշու ներծծում, ասացին նրանք։ Նաև ճիշտ է, բայց ինչպես արդեն տեսանք, այդ համակարգերը կատարյալ չեն։ 6 ամսվա ընթացքում որոշ քանակի փոշի անխուսափելիորեն կմտնի թոքեր։ Բանավեճը շարունակվում է, եւ դա լավ է։ Գիտությունը առաջընթաց է ապահովում բանավեճի միջոցով, բայց միևնույն ժամանակ ժամացույցը տիկտակում է։ Արթեմիս 3 առաքելությունը մոտենում է, ենթակառուցվածքը կառուցվում է, տիեզերագնացները վարժվում են, եւ փոշին սպասում է այնտեղ, լուսնի վրա, անփոփոխ եւ անխուսափելի։ Բայց գուցե մենք մտածում ենք սխալ ուղղությամբ։ Գուցե հարցը ոչ թե ինչպես կարող ենք վերացնել փոշին, այլ ինչպես կարող ենք ադապտավորվել դրան։ Բրոնդոնի իմպերիալ քոլեջի կենսաբան դոկտոր Սարա Վիլերն առաջարկում է ռադիկալ գաղափար։ Պատկերացրեք, եթե մենք կարող էինք ձևափոխել մարդկային արձագանքը փոշուն, ասում է նա մի հարցազրույցում 2025 թվականին։ Ոչ գենետիկ փոփոխություններ, մենք դեռ չենք այնտեղ, բայց օրինակ դեղորայքային թերապիա, որը կանխում է բորբոքային ռեակցիան, կամ նախազգուշական բուժում, որը ամրացնում է թոքերի հյուսվածքը, կամ նույնիսկ սովորեցնում է իմունային համակարգին հանդուրժել փոշու ներկայությունը։ Գաղափարը հետաքրքիր է, բայց նաև վտանգավոր։ Մենք խոսում ենք դեղորայքային միջամտության մասին, որը կփոխի մարդկային կենսաբանությունը։ Որքան անվտանգ է դա։ Որոնք են երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները։ Եվ ավելի խոր հարց. արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ տիեզերագնացները դառնան փորձարարական սուբյեկտներ նոր բժշկական տեխնոլոգիաների համար։ Բայց կողմն ուրիշ կողմ։ Մենք արդեն դա անում ենք։ Յուրաքանչյուր տիեզերագնաց միջազգային տիեզերական կայանում ենթարկվում է բժշկական փորձարկումների։ Նրանք ստանում են դեղեր ոսկորների խտության կորստի դեմ։ Նրանք կրում են սարքեր, որոնք մոնիտորինգի են ենթարկում նրանց ցիրկադային ռիթմերը։ Նրանք մասնակցում են տասնյակ բժշկական հետազոտությունների։ Տիեզերագնացությունը միշտ եղել է սահմանային գիտություն եւ բժշկություն միջև։ Լուսնային փոշին պարզապես հաջորդ մարտահրավերն է։ Մեկ այլ ուղղություն՝ ռոբոտացում։ Եթե մարդկային ներկայությունը լուսնային մակերևույթին այդքան վտանգավոր է, ապա գուցե մենք պետք է նվազագույնի հասցնենք այն։ Ռոբոտները չունեն թոքեր։ Նրանք չեն ստանա լուսնային սնահայտի հիվանդություն։ Նրանք կարող են աշխատել փոշի փոթորիկի մեջ առանց ախտանիշների։ Արդեն հիմա NASA-ն զարգացնում է նոր սերնդի հումանոիդ ռոբոտներ՝ Վալկիրիան եւ Ռոբոնաուտը։ Այս ռոբոտները նախագծված են աշխատելու տիեզերական պայմաններում։ Նրանք կարող են կատարել շինարարական աշխատանքներ, պահպանում, վերանորոգում։ Տեսությունում նրանք կարող են փոխարինել մարդկանց ամենավտանգավոր առաջադրանքներում։ Բայց ռոբոտները նույնպես ունեն սահմանափակումներ։ Նրանք դանդաղ են, նրանք պահանջում են անընդհատ վերահսկողություն։ Նրանք չունեն մարդկային ինտուիցիա, կարողություն արագ որոշումների կայացման, ստեղծագործական խնդիրների լուծման, եւ ամենակարևորը, նրանք նույնպես խեղդվում են փոշուց։ Փոշին ներթափանցում է շարժիչներ, սարքավորումներ, սենսորներ։ Ռոբոտը կարող է չմահանալ փոշուց, բայց կարող է դադարել գործել։ Եվ լուսնի վրա, հեռու ռեմոնտային հարմարություններից, ռոբոտի խափանումը կարող է լինել նույնքան կրիտիկական, որքան տիեզերագնացի հիվանդությունը։
Ապագայի լուսնային բազան ամենայն հավանականությամբ կլինի հիբրիդ, մարդիկ եւ ռոբոտները կաշխատեն միասին։ Ռոբոտները կվերցնեն ամենավտանգավոր, ամենակրկնվող աշխատանքները։ Մարդիկ կմնան լուսնային ներսում հարաբերաբար անվտանգ տարածքներում եւ կգործեն որպես ղեկավարներ, վերլուծաբաններ, որոշումների կայացողներ։ Դա տրամաբանական է, բայց նաեւ դա սահմանափակում է մարդկային հետազոտության տեսլականը։ Երբ Յուրի Գագարինը թռավ տիեզերք, երբ Նիլ Արմսթրոնգը քայլեց լուսնի վրա, նրանք անձամբ զգացին նոր աշխարհները։ Նրանք դիպան անհայտին իրենց ձեռքերով, իրենց ոտքերով։ Դա էր մարդկային հետազոտության հմայքը։ Բայց եթե ապագա լուսնային հետազոտությունը նշանակում է նստել մոդուլում եւ վերահսկել ռոբոտների զանգվածը տերմինալի միջոցով, արդյոք դա դեռ նույն փորձառությունն է։ Արդյոք դա դեռ հետազոտություն է, թե հեռակառավարում։ Սրանք փիլիսոփայական հարցեր են, բայց նրանք ունեն պրակտիկ հետևանքներ։ Ինչու ենք մենք գնում լուսին։ Պարզապես ռեսուրսների համար, գիտական տվյալների համար, թե այն սովորելու համար, ինչպես ապրել եւ աշխատել օտարաշխարհներում։ Եթե վերջինս է, ապա մենք պետք է ընդունենք ռիսկերը։ Մենք պետք է ուղարկենք մարդկանց, իրական, ցավզգացող, շնչող մարդկանց, դեպի վտանգավոր միջավայրը։ Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, ինչ կարող ենք, որպեսզի պաշտպանենք նրանց, բայց գիտակցաբար, որ մենք չենք կարող ապահովել 100% անվտանգություն։ Դա դառը ճշմարտություն է, բայց դա նաև մարդկության պատմությունն է։ Յուրաքանչյուր սերնդի հետազոտողները բախվել են վտանգների, որոնք նախորդ սերունդները պարզապես չէին կարող պատկերացնել։ Պոլինեզիացի նավարկիչները, որոնք անցան Խաղաղ օվկիանոսը փոքր կանոներով։ Վիկինգները, որոնք հասան Ամերիկա 40-րդ նավերով։ Մարկո Պոլոն, որը անցավ Մետաքսի ճանապարհը։ Յուրաքանչյուրը բախվեց անհայտ հիվանդությունների, սովի, բնության ուժերի։ Շատերը չվերադարձան, բայց նրանց հետազոտությունները ընդլայնեցին մարդկության հորիզոնները։ Լուսնային փոշին մեր Մետաքսի ճանապարհն է, մեր անհայտ ծովն է, մի խնդիր, որը չենք կարող ամբողջովին լուծել, բայց պետք է սովորենք կառավարել։ Եվ հենց այդ կառավարման մեջ է թաքնված մեր ապագա հաջողությունը կամ ձախողումը, որպես միջմոլորակային տեսակ։ Արդեն այս պահին 2026 թվականի փետրվարին Artemis ծրագիրը առաջընթաց է ապահովում։ Space Launch System-ի ռակետան պատրաստ է։ Orion տիեզերանավը թռչկային փորձարկումներ է անցել։ Լուսնային մոդուլը կառուցման փուլում է։ Եվ փոշու պաշտպանության բոլոր տեխնոլոգիաները, XEMU զգեստը, LDES մակրման համակարգը, էլեկտրոդինամիկ էկրանավորումը, ֆոտոկատալիտիկ մակերևույթները զարգանում են միաժամանակ։ Արդյոք դրանք բավարար կլինեն։ Ոչ ոք չի կարող երաշխավորել։ Բայց մենք առաջ ենք գնում, որովհետև ալտերնատիվը, չանել ոչինչ, չգնալ ոչուր, անընդունելի է մարդկային բնույթի համար։ Եվ այստեղ, այս կետում, մենք հասնում ենք ավելի խորը, ավելի հիմնարար հարցերի։ Ինչ է մեր տեղը տիեզերքում։ Մենք ծնվել ենք մի մոլորակի վրա, որը կատարյալ է մեր համար։ Մթնոլորտ, ջուր, մագնիսական դաշտ, ճիշտ ջերմաստիճան։ Բայց երբ մենք դուրս ենք գալիս այդ կատարյալ միջավայրից, բախվում ենք վտանգների հարյուրավորին՝ ռադիացիա, վակուում, էքստրեմալ ջերմաստիճաններ։ Եվ հիմա փոշի, այս անսովոր, անհատուկ, բայց մահացու նյութ։ Արդյոք մենք նախագծված ենք ապրելու միայն երկրի վրա։ Արդյոք մեր կենսաբանությունը, մեր էվոլյուցիան, մեր ամբողջ էությունը այնքան խորապես կապված է այս մեկ մոլորակի հետ, որ մենք երբեք իսկապես չկարող ենք լքել այն։ Թե դա պարզապես հաջորդ էվոլյուցիոն քայլն է։ Ոչ կենսաբանական էվոլյուցիա, այլ տեխնոլոգիական եւ մշակութային։ Սովորել ստեղծել մեր սեփական կատարյալ միջավայրները նույնիսկ ամենաօտար աշխարհներում։ Լուսնային փոշու մարտահրավերը ստիպում է մեզ բախվել այս հարցերին։ Եվ պատասխանները կորոշեն ոչ միայն Artemis ծրագրի հաջողությունը, այլ ամբողջ մարդկության ապագան որպես տիեզերական տեսակ։ Փետրվար 2026 NASA-ի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում տասնյակ ինժեներներ եւ գիտնականներ հավաքվել են ամենաժամանակակից լաբորատորիայում։ Սեղանին դրված է ինչ-որ բան, ինչը կարող էր թվալ սովորական տիեզերազգեստ։ Բայց դա չէ։ Դա XMU-ն է, Exploration Extravehicular Mobility Unit։ Տիեզերազգեստը, որը պետք է փրկի մարդկության ապագա լուսնային գաղութավարներին դաժան թշնամուց, լուսնային փոշուց։ Հիմա 54 տարի անց Ապոլոն 17-ից մարդկությունը կրկին պատրաստվում է ոտք դնել լուսին, բայց այս անգամ ամեն ինչ տարբեր է։ Այս անգամ մենք գիտենք թշնամուն։ Նախագծման ղեկավար դոկտոր Էմի Ռոսը բարձրացնում է XMU-ի ձեռնոցը եւ ցույց է տալիս նրա ներսի կառուցվածքը։ Տեսեք այս շերտը, ասում է նա։ Դա Vectran,
Նոր սինթետիկ նյութ, որը մեր թիմը մշակել է հատուկ լուսնային փոշու դեմ։ Այն ունի միկրոսկոպիկ կառուցվածք, որը ֆիզիկապես մերժում է փոշու մասնիկները։ Նա վերցնում է փոշու սիմուլյատորի մի բուռ եւ ցանում զգեստի վրա։ Փոշին դանդաղորեն սահում է ներքև, գրեթե չկպչելով մակերևույթին։ Սենյակում խլացող լռություն է։ Հետո մեկը հարցնում է. բայց որքան ժամանակ դա կտևի լուսնային պայմաններում։ Ռոսի դեմքի արտահայտությունը փոխվում է։ Մենք գնահատում ենք մոտավորապես 30 էվա։ Հետո պատվածքը սկսում է քայքայվել եւ արդյունավետությունը կնվազի։ 30 էվա։ Ապոլոնի տիեզերագնացները կատարել են 1-ից մինչև 3 էվա յուրաքանչյուր առաքելության ընթացքում։ Արթեմիս ծրագիրը պլանավորում է երկարաժամկետ առաքելություններ, հնարավոր է մինչև 6 ամիս մակերևույթին։ Տիեզերագնացը, որը աշխատում է յուրաքանչյուր շաբաթ 2 անգամ դրսում, կհասնի 30 էվայի սահմանին մոտավորապես 4 ամսում։ Ինչ կկատարվի հետո։ Արդյոք նրանք կարող են պարզապես փոխել տիեզերազգեստը։ Այո, բայց յուրաքանչյուր XMU արժե մոտավորապես $250 միլիոն։ Յուրաքանչյուր տարի մեկ տիեզերագնացի համար պետք է 2 դեռ պահեստային զգեստ։ Արժեքը աստղաբաշխային է։ Բայց դա միայն մեկ խնդիր է։ Նույն լաբորատորիայում մեկ այլ թիմ ցույց է տալիս լուսնային փոշու մեկուսացման համակարգը LDIS։ Դա հսկայական կառույց է, որը նման է միջազգային տիեզերական կայանի օդային ողջաղցիկին, բայց շատ ավելի բարդ։ Երրորդ աստիճանի ինժեներ Ջեյմս Չենը բացատրում է. երբ տիեզերագնացը վերադառնում է Էվայից, նա մտնում է LDIC-ի առաջին խցիկ։ Այստեղ նա կանգնում է հատուկ հարթակի վրա, որը սկսում է պտտվել։ Միևնույն ժամանակ վակուումային ծակերի հարյուրավորները, որոնք տեղակայված են պատերում, ներքևում եւ առաստաղում, հզոր ներծծում են ստեղծում։ Դրանք հեռացնում են փոշու գերակշիռ մեծամասնությունը։ Գերակշիռ մեծամասնությունը, կրկնում է մեկը։ Որքան ճիշտ։ Չենը նայում է իր տվյալներին։ Լաբորատոր պայմաններում 98.7%, բայց դա իդեալական պայմաններում է։ Լուսնի վրա, ցածր ձգողականության պայմաններում, երում, էլեկտրաստատիկ լիցքի ներկայությամբ, մենք գնահատում ենք 94 մինչև 96%։ Լռություն։ Մեկը հաշվարկում է։ Այսինքն, եթե 1 էվայի ընթացքում տիեզերագնացի զգեստին կպչում է մի քանի տասնյակ գրամ փոշի, LDIS-ը կթողնի 4 մինչև 6 գրամ։ Յուրաքանչյուր էվա, յուրաքանչյուր շաբաթ 2 անգամ, յուրաքանչյուր ամիջուր ամիս մոտավորապես 56 գրամ փոշի, որը ներթափանցում է բազա։ $250 միլիոն արժողությամբ տիեզերազգեստը, որը աշխատում է 4 ամիս։ Փոշու մաքրման համակարգը, որը հեռացնում է միայն տոկոսը 96։ Սրանք մեր լավագույն լուծումներն են։ 54 տարի Ապոլոնից հետո։ Տասնամյակներ հետազոտությունների հետո, միլիարդավոր դոլարների ներդրումներից հետո։ Իսկ ես հիմա ուզում եմ, որ հասկանաք ինչ-որ բան։ Ասեմ այն, ինչ NASA-ի հանրային ելույթներում հազվադեպ է հնչում։ Այս տեխնոլոգիաները հիանալի առաջընթաց են։ Դրանք ներկայացնում են տասնամյակների աշխատանքը, հազարավոր ինժեներների եւ գիտնականների հանճարը։ Բայց նույնիսկ այս բոլոր ջանքերով հանդերձ մենք չենք կարող ստեղծել կատարյալ պաշտպանություն։ Փոշին կմնա, փոշին կներթափանցի, փոշին կվնասի։ Հարցը ոչ թե կարող ենք արդյոք վերացնել այն, այլ կարող ենք արդյոք կառավարել այն այնպես, որ մարդիկ կարողանան ապրել եւ աշխատել լուսնի վրա բավականաչափ ապահով պայմաններում։ Եվ այստեղ սկսվում է իրական պատմությունը։ Ոչ տեխնոլոգիական հաղթանակի պատմությունը, այլ տեխնոլոգիական իրատեսության պատմությունը։ 2022 թվականին NASA-ն իրականացրեց պատմական փորձ։ Նրանք առաքեցին անմարդաց տիեզերակայան դեպի լուսին, լուսնային ֆլեշլայթ։ Տիեզերակայանի հիմնական նպատակը պարզ էր՝ հարվածել լուսնի հարավային բևեռ, հատուկ մշտական ստվերի կրատեր մեջ, որտեղ վերլուծությունը ցույց էր տվել հնարավոր ջրի սառույցի առկայություն։ Բայց մեկ այլ նպատակ նույնպես կար՝ հարվածի պահին բարձրացած փոշու ամպը ուսումնասիրել։ Երբ տիեզերակայանը հարվածեց մակերևույթին, 6 կմ/վ արագությամբ այն ստեղծեց փոշու ամպ, որը բարձրացավ մինչև 10 կմ բարձրություն։ Ուղեկցող տիեզերանավը, որը թռչում էր անվտանգ հեռավորության վրա, վերլուծեց այդ ամպը իր սպեկտրոմետրերով եւ տեսախցիկներով։ Արդյունքները հրապարակվեցին 2023 թվականին։ Փոշու մասնիկների կեսը բարձրացել էր մինչև 6 կմ եւ սկսել էր դանդաղորոքնել հետ։ Բայց ամենափոքր մասնիկները, դրանք որոնք ունեին չափ ավելի փոքր քան 10 միկրոմետր, դեռ մնում էին օդում մի քանի ժամ անց։ Մի քանի ժամ, լուսնի վրա, որտեղ չկա մթնոլորտային դիմադրություն, որտեղ միայն ցածր ձգողականությունը դանդաղորեն ներքաշում է ամեն ինչ։
Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդկային գործողություն լուսնային մակերևույթին, քայլք, ռովերի անցում, շինարարություն ստեղծում է փոշու ամպ, որը կարող է տևել ժամերով։ Եվ այդ ամպը կարող է տարածվել կիլոմետրեր հեռավորությամբ, վարակելով մեծ տարածքներ։ Հենց այստեղ է մենք բախվում նոր իրականությանը։ Լուսնային բազան չի կարող լինել մեկուսացված կղզի։ Յուրաքանչյուր տիեզերագնաց, որը քայլում է մակերևույթով, ստեղծում է փոշու հետք, որը ազդում է բոլորի վրա։ Յուրաքանչյուր ռովեր, որը շարժվում է, ցրում է փոշի։ Յուրաքանչյուր ռակետա, որը վայրեջք է կատարում կամ թռիչք, ստեղծում է փոշու փոթորիկ։ Մենք չենք կարող պարզապես կառուցել մեկ բազա եւ սպասել, որ այն մնա մաքուր։ Ամբողջ շրջակա միջավայրը դառնում է դինամիկ, անընդհատ փոփոխվող փոշու ծովակ։ 2024 թվականին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները Չանգե 6 առաքելությունից։ Չինական լուսնային ռովերը, որը աշխատել է հարավային բևեռի տարածքում, ուներ հատուկ սենսորներ փոշու կոնցենտրացիան չափելու համար։ Տվյալները ցույց տվեցին ինչ-որ անսպասելի բան։ Լուսնային օրվա ընթացքում, որը հավասար է երկրային 14 օրվա, փոշու կոնցենտրացիան օդում բարձրությունը 1 մետր մակերևույթից տատանվում էր հազարապատիկ։ Ցերեկ, երբ արևը տաքացնում էր մակերևույթը, փոշին ավելի ակտիվ էր, գիշերը ավելի քիչ։ Բայց ամենացնցող եղավ այն, որ վերլուծությունը ցույց տվեց, փոշին ոչ միայն պասիվորեն ընկնում էր, այլ ակտիվորեն շարժվում էր հորիզոնական ուղղությամբ։ Ինչպես է դա հնարավոր։ Պատասխանը կայանում է էլեկտրաստատիկ լիցքում եւ արևային քամու փոխազդեցության մեջ։ Արևը անընդհատ ռմբակոծում է լուսնի մակերևույթը պրոտոններով եւ էլեկտրոններով։ Ցերեկային կողմում, որտեղ արևը ուղղակիորեն ճառագայթում է, մակերևույթը ստանում է ավելի շատ պրոտոններ եւ դառնում է դրականորեն լիցքավորված։ Գիշերային կողմում ավելի շատ էլեկտրոններ եւ դառնում է բացասականորեն լիցքավորված։ Այս լիցքերի տարբերությունը ստեղծում է էլեկտրական դաշտեր, որոնք կարող են թռիչքի հանել փոշու մասնիկները եւ տեղափոխել դրանք հորիզոնական ուղղությամբ հարյուրավոր մետրեր, նույնիսկ կիլոմետրեր հեռավորությամբ։ Դա ահավոր բացահայտում է։ Դա նշանակում է, որ լուսնային բազան չի կարող պարզապես տեղակայվել ցանկացած վայրում։ Պետք է հաշվի առնել տեղական էլեկտրական դաշտերը, արևային քամու ուղղությունը, մակերևույթի տոպոգրաֆիան։ Պետք է պլանավորել այնպես, որ փոշու բնական շարժումը չվարակի բազան։ Բայց ավելի վատը, դա նշանակում է, որ բազան ինքը իր մետաղական կառույցներով, իր էլեկտրական համակարգերով կփոխի տեղական էլեկտրական դաշտը եւ կստեղծի նոր փոշու շարժման օրինաչափություններ։ Մենք չենք պարզապես կառուցում բազա լուսնի վրա, մենք փոխում ենք լուսնային միկրոդինամիկան։ 1972 թվականից 2026 թվականը, 54 տարի։ 54 տարի խորհրդածությունից, հետազոտություններից, տեխնոլոգիական զարգացումից։ Ապոլոն ծրագիրը կարծում էր լուսինը պարզ, անկենդան, անշարժ աշխարհ է։ Արթեմիս ծրագիրը բացահայտում է լուսինը բարդ, դինամիկ, անընդհատ փոխվող համակարգ է։ Եվ փոշին, այս անտեսանելի ամենուր ներկա նյութը, դրա կենտրոնական տարրն է։ Բայց մենք առաջ ենք գնում։ Արթեմիս 3 առաքելությունը, որը պլանավորված է 2028 կամ 29 թվականին, կնշանակի առաջին կանայի եւ ոչ սպիտակամորթ ամերիկացու հասնելը լուսնին Ապոլոնից ի վեր։ Եվ փորձարարական տեխնոլոգիաների շարքում կլինեն նաև փոշու պաշտպանության նոր համակարգեր։ Մեկ այդ համակարգներից կոչվում է էլեկտրոդինամիկ փոշու էկրան, EDS։ Պատկերացրեք տիեզերազգեստ, որի մակերևույթը ծածկված է բարակ, անտեսանելի էլեկտրոդներով։ Այդ էլեկտրոդները ստեղծում են ալիքաձև էլեկտրական դաշտ, որը անընդհատ փոխվում է մի քանի 100 հերց հաճախականությամբ։ Երբ լիցքավորված փոշու մասնիկը մոտենում է զգեստին, ալիքաձև դաշտը հրում է այն հեռու։ Տեսությունը հիանալի է։ Միթի լաբորատորիաներում փորձերը ցույց են տվել մինչև 98% արդյունավետություն։ Բայց կա մի խնդիր։ Համակարգը պահանջում է էներգիա։ Շատ չէ, մոտավորապես 50 վատ։ Բայց Էվայի տևողությունը կարող է լինել 6 մինչև 8 ժամ։ Զգեստի մարտկոցները պետք է սնուցեն նաև կենսաապահովման համակարգերը, հաղորդակցության սարքավորումները, տաքացման եւ սառեցման համակարգերը։ Յուրաքանչյուր լրացուցիչ վատը նվազեցնում է Էվայի տևողությունը կամ պահանջում է ծանր մարտկոցներ։ Եվ ամենակարևորը, ինչ կկատարվի, եթե էլեկտրոնիկան սխալ աշխատի։ Եթե դաշտը անջատվի փոշի փոթորիկի մի մեջ։ Տիեզերագնացը կմնա պաշտպանության առանց, հեռու բազայից, դեռևս փոշու ամպի մեջ։ Մեկ այլ խոստումնալից մոտեցում կոչվում է ֆոտոկատալիտիկ ինքնամաքրում։ Տիեզերազգեստի մակերևույթը ծածկված է տիտանի դիօքսիդի նանոմասնիկներով,
Երբ արևային ուլտրամանուշակագույն լույսը հարվածում է այդ մակերևույթին, տիտանի դիօքսիդը դառնում է ֆոտոկատալիզատոր։ Այն քայքայում է օրգանական նյութերը, ապա մակերևութային օքսիդացնում է կեղտը եւ տեսականորեն կարող է նաեւ անջատել փոշու մասնիկները մակերևույթից։ Ճապոնիայի տիեզերական հետազոտական գործակալությունը իրականացվել է փորձարարական ուսումնասիրություններ միջազգային տիեզերական կայանում։ Արդյունքները խոստումնալից էին, բայց լուսնի վրա մենք ունենք նոր խնդիր՝ փոշին անօրգանական է։ Այն չի պարունակում կարբոն հիմքային միացություններ, որոնք տիտանի դիօքսիդը լավագույնս քայքայում է։ Լուսնային պայմաններում ֆոտոկատալիտիկ ազդեցությունը կարող է լինել շատ ավելի սահմանափակ։ Տեխնոլոգիան զարգանում է, բայց յուրաքանչյուր լուծում բացահայտում է նոր խնդիրներ։ Մենք առաջընթաց ենք ապահովում, այո, բայց դա չի արագորեն։ Եվ ժամանակն արագորեն անցնում է։ Artemis բազային ճամբարի սկզբնական մոդելը, որը ներկայացվեց 2024 թվականին, ներառում է անհավատալի տեխնոլոգիական նվաճումներ։ Բազան կունենա մոդուլային կառուցվածք։ Յուրաքանչյուր մոդուլ կհերմետիզացված լինի եւ կապակցված մյուսների հետ ճկուն անցումներով։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բազան կունենա 3 տարբեր գոտիներ։ Կարմիր գոտին, արտաքին աշխարհ, որտեղ փոշին գերակալում է։ Դերին գոտին, անցումային տարածություն, որտեղ տեղի է ունենում մաքրում եւ դեկոնտամինացիա։ Կանաչ գոտին, մաքուր, բնակելի տարածք, որտեղ փոշին գրեթե չկա։ Բայց ինչ է նշանակում գրեթե։ NASA-ի ստանդարտներն Artemis-ի համար սահմանում են մաքսիմալ թույլատրելի փոշու կոնցենտրացիա օդում, ոչ ավել քան 100 միկրոգրամ 1 խորանարդ մետրում։ Համեմատության համար միջազգային տիեզերական կայանում փոշու կոնցենտրացիան սովորաբար մոտ է 50 միկրոգրամ 1 խորանարդ մետրում դրում։ Երկրային գրասենյակներում մոտավորապես 200 միկրոգրամ։ Այսինքն, Artemis-ի բազան պետք է պահպանի օդի մաքրություն, որը համեմատելի է տիեզերական կայանի հետ, բայց պայմաններում, որտեղ անընդհատ աղբյուր կա անմիջապես դրսում։ Կարող ենք մենք իսկապես հասնել այս ստանդարտին։ Մի ուսումնասիրություն, որը իրականացվել է Արիզոնայի համալսարանում 2025 թվականին, փորձեց մոդելավորել փոշու ներթափանցումը լուսնային բազա։ Նրանք վերցրին իսկական Ապոլոնի տիեզերազգեստների տվյալները եւ հետազոտեցին, թե որտեղ փոշին կուտակվում էր։ Հետո նրանք ստեղծեցին համակարգչային մոդել, որը սիմուլյացնում էր Էվաների դինամիկան, փոշու ողջաղցիկների աշխատանքը, օդային հոսքերը բազայի ներսում։ Արդյունքները մտահոգիչ էին։ Նույնիսկ լավագույն սցենարում, երբ բոլոր համակարգերը աշխատում էին անթերի, բազայի մաքուր գոտում փոշու կոնցենտրացիան դանդաղորեն բարձրանում էր ժամանակի ընթացքում։ 6 ամսվա սիմուլյացիայից հետո կոնցենտրացիան հասնում էր 120 միկրոգրամ 1 խորանարդ մետրում։ Գերազանցում էր NASA-ի ստանդարտները։ Ինչու՞։ Պատասխանը պարզ, բայց դառն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ տիեզերագնացը անցնում է կարմիր գոտիից դեպի դեղին, փոշու մի փոքր քանակ անցնում է նրա հետ։ Նույնիսկ լավագույն մաքրման համակարգերը չեն հեռացնում 100%-ը։ Եվ ամեն անգամ, երբ դռները բացվում են դեղին եւ կանաչ գոտիների միջև, փոշու միկրոսկոպիկ մասնիկներ տարածվում են օդի հոսքերի միջոցով։ Հարյուրավոր Էվաներ, հազարավոր դռների բացում-փակում եւ դանդաղորեն, անխուսափելիորեն փոշին ներթափանցում է ամենուր։ Լուծումը՝ պարբերական խորը մաքրում։ Յուրաքանչյուր 3 ամիսը բազայի բնակիչները պետք է տեղափոխվեն երկրորդ մոդուլ, մինչդեռ առաջինը ենթարկվի լիակատար դեկոնտամինացիայի։ Բոլոր մակերևույթները կմաքրվեն, օդային ֆիլտրերը կփոխարինվեն, օդը կվերափոխարկվի։ Դա կպահանջի մոտավորապես 3 օր յուրաքանչյուր 3 ամսը։ Կտրուկ 3% բազայի աշխատանքային ժամանակից, բայց այլ ընտրանք չկա։ Եվ հիմա եկեք խոսենք մասին, որը հազվադեպ է քննարկվում հանրային ելույթներում։ Ինչ կկատարվի առաջին տիեզերագնացների հետ, ովքեր կապրեն Artemis բազայում 6 ամիս։ Նրանք կգնան այնտեղ գիտակցաբար, գիտենալով ռիսկերը։ Նրանք կունենան լավագույն տեխնոլոգիաները, լավագույն բժշկական պաշտպանությունը, բայց նրանք դեռևս կշնչեն փոշի։ Փոքր քանակներ, այո, բայց անընդհատ 6 ամիս։ NASA-ն իրականացրել է բժշկական ռիսկերի գնահատում։ Կանխատեսումներն ասում են, որ 10%-ից 20% նրանց, ովքեր կապրեն այնտեղ 6 ամիս, կզարգացնեն թոքերի քրոնիկ բորբոքում։ 3-ից 5%-ը կունենան ավելի լուրջ ախտանիշներ, թոքերի ֆիբրոզի նախնական նշաններ։ 1%-ը կարող է պահանջել բժշկական էվակուացիա։ Սրանք պաշտոնական պահպանողական գնահատումներ են, բայց կա մի բան, որի մասին հաշվետվություններում չեն գրում։ Երկարաժամկետ ազդեցությունը։ Ինչ կկատարվի նրանց հետ 10, 20, 30 տարի հետո։ Արդյոք այն փոշին, որը խրվել է նրանց թոքերում, կմնա այնտեղ, դանդաղորեն առաջացնելով վնաս։
Արդյոք նրանք ավելի մեծ ռիսկ ունենան քաղցկեղի զարգացման համար։ Մենք պարզապես չգիտենք։ Մենք չենք կարող գիտենալ, քանի դեռ առաջին սերունդը չի ապրել ամբողջ կյանքը, եւ մենք չենք կարող վերլուծել նրանց երկարաժամկետ առողջությունը։ Եվ սա կարևոր է հասկանալ։ Սա է մարդու տիեզերական հետազոտության իրականությունը։ Պատմության յուրաքանչյուր մեծ արշավանք ներառել է անհայտ ռիսկեր։ Բայց ժամանակակից եթիկան պահանջում է, որ մենք լինենք բաց այդ ռիսկերի մասին։ Արտեմիսի յուրաքանչյուր տիեզերագնաց, որը կստորագրի պայմանագիրը, կստանա հարյուրավոր էջերի տեղեկատվություն լուսնային փոշու վտանգների մասին։ Նրանք կանցնեն պրոտոկոլային ուսուցում, նրանք կստորագրեն հայտարարություն, որ նրանք հասկանում են ռիսկերը եւ կամովի ընդունում են դրանք։ Բայց արդյոք դա բավարար է։ Արդյոք բավարար է ասել, նրանք գիտեին, թե ինչի էին գնում։ 2026 թվականի փետրվարում գիտական հանրությունը հուզված էր մի հրապարակումից Nature Medicine ամսագրում։ Գերմանացի պնևմոլոգ դոկտոր Կլաուր Կլիլերը եւ նրա թիմը կատարել էին համեմատական ուսումնասիրություն։ Նրանք վերցրել էին թոքերի նմուշներ, մի կողմից ասբեստի հետ աշխատած մարդկանցից, ովքեր մահացել էին մեզոթելիոմայից, մյուս կողմից մարդկանցից, ովքեր աշխատել էին սիլիկայի փոշու հետ եւ մահացել էին սիլիկոզից։ Հետո նրանք ստեղծեցին լուսնային փոշու սիմուլյատորի ազդեցության մոդել եւ համեմատեցին հյուսվածքների վնասվածությունը։ Եզրակացությունը եղավ հստակ։ Լուսնային փոշու պոտենցիալ վնասը համեմատելի է ասբեստի եւ սիլիկայի հետ, բայց ռեակցիան ավելի արագ է։ Հոդվածը առաջացրեց մեծ քննարկում։ Մի քանի գիտնականներ քննադատեցին մեթոդաբանությունը։ Լուսնային փոշու սիմուլյատորը չի կարող ամբողջովին կրկնօրինակել իրական լուսնային ռեգոլիթը, ասացին նրանք։ Ճիշտ է, բայց դա նշանակում է, որ իրական վտանգը կարող է լինել ավելի մեծ կամ ավելի փոքր, ոչ թե չկա վտանգ։ Այլ գիտնականներ պնդեցին, որ փորձը չի հաշվի առնում ժամանակակից պաշտպանական միջոցները։ Արտեմիսի տիեզերագնացները կունենան HEPA ֆիլտրեր, էլեկտրոստատիկ էկրանավորում, նվազագույն փոշու ներծծում, ասացին նրանք։ Նաև ճիշտ է, բայց ինչպես արդեն տեսանք, այդ համակարգերը կատարյալ չեն։ 6 ամսվա ընթացքում որոշ քանակի փոշի անխուսուսափելիորեն կմտնի թոքեր։ Բանավեճը շարունակվում է։ Եվ դա լավ է։ Գիտությունը առաջընթաց է ապահովում բանավեճի միջոցով։ Բայց միևնույն ժամանակ ժամացույցը տիկտակում է։ Արտեմիս 3 առաքելությունը մոտենում է։ Ենթակառուցվածքը կառուցվում է։ Տիեզերագնացները վարժվում են, եւ փոշին սպասում է այնտեղ, լուսնի վրա, անփոփոխ եւ անխուսափելի։ Բայց գուցե մենք մտածում ենք սխալ ուղղությամբ։ Գուցե հարցը ոչ թե ինչպես կարող ենք վերացնել փոշին, այլ ինչպես կարող ենք ադապտավորվել դրան։ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի կենսաբան դոկտոր Սարա Վիլերն առաջարկում է ռադիկալ գաղափար։ Պատկերացրեք, եթե մենք կարող ենք ձևափոխել մարդկային արձագանքը փոշուն, ասում է նա մի հարցազրույցում 2025 թվականին։ Ոչ գենետիկ փոփոխություններ, մենք դեռ չենք այնտեղ։ Բայց օրինակ դեղորայքային թերապիա, որը կանխում է բորբոքային ռեակցիան, կամ նախազգուշական բուժում, որը ամրացնում է թոքերի հյուսվածքը, կամ նույնիսկ սովորեցնում է իմունային համակարգին հանդուրժել փոշու ներկայությունը։ Գաղափարը հետաքրքիր է, բայց նաև վտանգավոր։ Մենք խոսում ենք դեղորայքային միջամտության մասին, որը կփոխի մարդկային կենսաբանությունը։ Որքան անվտանգ է դա։ Որոնք են երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները։ Եվ ավելի խոր հարց. արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ տիեզերագնացները դառնան փորձարարական սուբյեկտներ նոր բժշկական տեխնոլոգիաների համար։ Բայց կողմը մի կողմ, մենք արդեն դա անում ենք։ Յուրաքանչյուր տիեզերագնաց միջազգային տիեզերական կայանում ենթարկվում է բժշկական փորձարկումների։ Նրանք ստանում են դեղեր ոսկորների խտության կորստի դեմ։ Նրանք կրում են սարքեր, որոնք մոնիտորինգի են ենթարկում նրանց ցիրկադային ռիթմերը։ Նրանք մասնակցում են տասնյակ բժշկական հետազոտությունների։ Տիեզերագնացությունը միշտ եղել է սահմանային գիտություն եւ բժշկություն միջև։ Լուսնային փոշին պարզապես հաջորդ մարտահրավերն է։ Մեկ այլ ուղղություն՝ ռոբոտացում։ Եթե մարդկային ներկայությունը լուսնային մակերևույթին այդքան վտանգավոր է, ապա գուցե մենք պետք է նվազագույնի հասցնենք այն։ Ռոբոտները չունեն թոքեր։ Նրանք չեն ստանա լուսնային սնահայտի հիվանդություն։ Նրանք կարող են աշխատել փոշի փոթորիկի մեջ առանց ախտանիշների։ Արդեն հիմա NASA-ն զարգացնում է նոր սերնդի հումանոիդ ռոբոտներ՝ Վալկիրին եւ Ռոբոնոտը։ Այս ռոբոտները նախագծված են աշխատելու տիեզերական պայմաններում։ Նրանք կարող են կատարել շինարարական աշխատանքներ, պահպանում, վերանորոգում։ Տեսությունում նրանք կարող են փոխարինել մարդկանց ամենավտանգավոր առաջադրանքներում։ Բայց ռոբոտները նույնպես ունեն սահմանափակումներ։ Նրանք դանդաղ են։ Նրանք պահանջում են անընդհատ վերահսկողություն։
Նրանք չունեն մարդկային ինտուիցիա, կարողություն արագ որոշումների կայացման, ստեղծագործական խնդիրների լուծման, եւ ամենակարևորը, նրանք նույնպես խեղդվում են փոշուց։ Փոշին ներթափանցում է շարժիչներ, սարքավորումներ, սենսորներ։ Ռոբոտը կարող է չմահանալ փոշուց, բայց կարող է դադարել գործել։ Եվ լուսնի վրա, հեռու ռեմոնտային հարմարություններից, ռոբոտի խափանումը կարող է լինել նույնքան կրիտիկական, որքան տիեզերագնացի հիվանդությունը։ Ապագայի լուսնային բազան ամենայն հավանականությամբ կլինի հիբրիդ։ Մարդիկ եւ ռոբոտներ կաշխատեն միասին։ Ռոբոտները կվերցնեն ամենավտանգավոր, ամենակրկնվող աշխատանքները։ Մարդիկ կմնան բազայի ներսում, հարաբերաբար անվտանգ տարածքներում եւ կգործեն որպես ղեկավարներ, վերլուծաբաններ, որոշումների կայացողներ։ Դա տրամաբանական է, բայց նաեւ դա սահմանափակում է մարդկային հետազոտության տեսլականը։ Երբ Յուրի Գագարինը թռավ տիեզերք, երբ Նիլ Արմսթրոնգը քայլեց լուսնի վրա, նրանք անձամբ զգացին նոր աշխարհները։ Նրանք դիպան անհայտին իրենց ձեռքերով, իրենց ոտքերով։ Դա էր մարդկային հետազոտության հմայքը։ Բայց եթե ապագա լուսնային հետազոտությունը նշանակում է նստել մոդուլում եւ վերահսկել ռոբոտների զանգվածը տերմինալի միջոցով, արդյոք դա դեռ նույն փորձառությունն է։ Արդյոք դա դեռ հետազոտություն է, թե հեռակառավարում։ Սրանք փիլիսոփայական հարցեր են, բայց նրանք ունեն պրակտիկ հետևանքներ։ Ինչու ենք մենք գնում լուսին։ Պարզապես ռեսուրսների համար, գիտական տվյալների համար, թե այն սովորելու համար, ինչպես ապրել եւ աշխատել օտարաշխարհներում։ Եթե վերջինս է, ապա մենք պետք է ընդունենք ռիսկերը։ Մենք պետք է ուղարկենք մարդկանց, իրական, ցավ զգացող, շնչող մարդկանց դեպի վտանգավոր միջավայրը։ Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, ինչ կարող ենք, որպեսզի պաշտպանենք նրանց, բայց գիտակցաբար, որ մենք չենք կարող ապահովել 100% անվտանգություն։ Դա դառը ճշմարտություն է, բայց դա նաև մարդկության պատմությունն է։ Յուրաքանչյուր սերնդի հետազոտողները բախվել են վտանգների, որոնք նախորդ սերունդները պարզապես չէին կարող պատկերացնել։ Պոլինեզիացի նավարկիչները, որոնք անցան Խաղաղ օվկիանոսը փոքր կանոնելով։ Վիկինգները, որոնք հասան Ամերիկա երկար նավերով։ Մարկո Պոլոն, որը անցավ Մետաքսի ճանապարհը։ Յուրաքանչյուրը բախվեց անհայտ հիվանդությունների, սովի, բնության ուժերի։ Շատերը չվերադարձան։ Բայց նրանց հետազոտությունները ընդլայնեցին մարդկության հորիզոնները։ Լուսնային փոշին մեր Մետաքսի ճանապարհն է, մեր անհայտ ծովն է։ Մի խնդիր, որը չենք կարող ամբողջովին լուծել, բայց պետք է սովորենք կառավարել։ Եվ հենց այդ կառավարման մեջ է թաքնված մեր ապագա հաջողությունը կամ ձախողումը, որպես միջմոլորակային տեսակ։ Արդեն այս պահին 2026 թվականի փետրվարին Artemis ծրագիրը առաջընթաց է ապահովում։ Space Launch System-ի ռակետան պատրաստ է։ Orion տիեզերանավը թռչքային փորձարկումներ է անցել։ Լուսնային մոդուլը կառուցման փուլում է, եւ փոշու պաշտպանության բոլոր տեխնոլոգիաները, XEMU զգեստը, LDES մաքրման համակարգը, էլեկտրոդինամիկ էկրանավորումը, ֆոտոկատալիտիկ մակերևույթները զարգանում են միաժամանակ։ Արդյոք դրանք բավարար կլինեն։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, բայց մենք առաջ ենք գնում, որովհետև ալտերնատիվը չանել ոչինչ, չգնալ ոչուր, անընդունելի է մարդկային բնույթի համար։ Եվ այստեղ, այս կետում, մենք հասնում ենք ավելի խորը, ավելի հիմնարար հարցերի։ Ինչ է մեր տեղը տիեզերքում։ Մենք ծնվել ենք մի մոլորակի վրա, որը կատարյալ է մեր համար։ Մթնոլորտ, ջուր, մագնիսական դաշտ, ճիշտ ջերմաստիճան։ Բայց երբ մենք դուրս ենք գալիս այդ կատարյալ միջավայրից, բախվում ենք վտանգների հարյուրավորին։ Ռադիացիա, վակուում, էքստրեմալ ջերմաստիճաններ։ Եվ հիմա փոշի, այս անսովոր, անհատուկ, բայց մահացու նյութ։ Արդյոք մենք նախագծված ենք ապրելու միայն երկրի վրա։ Արդյոք մեր կենսաբանությունը, մեր էվոլյուցիան, մեր ամբողջ էությունը այնքան խորապես կապված է այս մեկ մոլորակի հետ, որ մենք երբեք իսկապես չենք կարող լքել այն։ Թե դա պարզապես հաջորդ էվոլյուցիոն քայլն է։ Ոչ կենսաբանական էվոլյուցիա, այլ տեխնոլոգիական եւ մշակութային։ Սովորել ստեղծել մեր սեփական կատարյալ միջավայրները նույնիսկ ամենաօտար աշխարհներում։ Լուսնային փոշու մարտահրավերը ստիպում է մեզ բախվել այս հարցերին, եւ պատասխանները կորոշեն ոչ միայն Artemis ծրագրի հաջողությունը, այլ ամբողջ մարդկության ապագան որպես տիեզերական տեսակ։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք։ Եկեք հեռանանք տեխնիկական մանրամասներից, ինժեներական սխեմաներից, բժշկական ռիսկերի հաշվարկներից։ Եկեք հարցնենք ինչ-որ ավելի հիմնարար բան։ Ինչու է լուսնային փոշին այդքան հետաքրքիր խնդիր։ Ոչ միայն որպես տեխնիկական մարտահրավեր, ոչ միայն որպես առողջական սպառնալիք, այլ որպես փիլիսոփայական հարց մեր տեղի մասին տիեզերքում։ Մտածեք դրա մասին։
Լուսնային փոշին գոյություն ունի միլիարդավոր տարիներ։ Այն ձևավորվել է դանդաղ, անդադար գործընթացների միջոցով, միկրոմետեորիտների հարվածներ, արևային քամու ռմբակոծում, ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներ։ Այն չի ստեղծվել որևէ նպատակով, այն պարզապես է, բնության անտարբերության արդյունք։ Իսկ մենք, մարդիկ, ծագում ենք մի մոլորակից, որը 4.6 միլիարդ տարի էվոլյուցիայի ընթացքում ստեղծել է կյանքի համար կատարյալ պայմաններ։ Մթնոլորտ, որը զտում է վնասակար ճառագայթումը, մագնիսական դաշտ, որը շեղում է արևային քամու մասնիկները, օզոնի շերտ, որը պաշտպանում է ուլտրամանուշակագույն լույսից, ջուր, որը լուծարում եւ հեռացնում է թունավոր նյութերը, ցխողականություն, որը պահում է մեր ոսկորները ամուր, մեր սիրտը ուժեղ, օդ, որը լի է թթվածնով այն ճիշտ կոնցենտրացիայով։ Եվ հետո մենք գնում ենք լուսին, աշխարհ, որտեղ ոչինչ նախատեսված չէ մեզ համար, որտեղ ամեն տար, վակուումը, ջերմաստիճանը, ճառագայթումը եւ այո, փոշին հակադրվում է մեր կենսաբանությանը։ Երկրի վրա փոշին անհարմարություն է, լուսնի վրա փոշին էգզիստենցիալ սպառնալիք է։ Սա ավելին է, քան տեխնիկական խնդիր, սա հարց է մեր հարմարվողականության սահմանների մասին։ Կոլումբիայի համալսարանի աստղակենսաբան դոկտոր Կալեբ Շարֆը 2021 թվականին գրել է հոդված «Կենսաբանական տարածք եւ տեխնոլոգիական շուրջ»։ Նրա հիմնական գաղափարը պարզ, բայց խոր է։ Կենդանի օրգանիզմները կարող են գոյատևել միայն չափազանց նեղ պարամետրերի սահմաններում։ Ջերմաստիճան՝ մոտավորապես 0-ից 100 աստիճան Ցելսիուսով։ Ճնշում՝ մոտավորապես մթնոլորտային -6%-ից +30%։ Թթվածին՝ 16 մինչև 25%։ Բայց տեխնոլոգիան թույլ է տալիս մեզ ստեղծել արհեստական փուչիկներ կենսաբանական տարածության, նույնիսկ ամենաթշնամական միջավայրում։ Տիեզերազգեստը փուչիկ է, տիեզերական կայանը փուչիկ է, լուսնային բազան կլինի փուչիկ, բայց այդ փուչիկները փխրուն են։ Դրանք պահանջում են անընդհատ էներգիա, անընդհատ պահպանում, անընդհատ ուշադրություն։ Եվ դրանք երբեք չեն կարող լինել կատարյալ։ Մի փոքր ճաք, մի փոքր թերացում, եւ արտաքին թշնամական աշխարհը ներթափանցում է ներս։ Լուսնային փոշին ճիշտ այդպիսի ներթափանցում է։ Այն սիմվոլիկ կերպով ներկայացնում է ավելի խոր ճշմարտությունը։ Մենք չենք կարող ամբողջովին մեկուսացվել օտար միջավայրից։ Որքան էլ փորձենք, միշտ կլինի փոխազդեցություն, միշտ կլինի ներխուժում, միշտ կլինի ռիսկ։ Բայց գուցե դա ոչ թե թերություն է, այլ հնարավորություն։ Գուցե մարդկային էվոլյուցիայի հաջորդ փուլը ոչ թե կենսաբանական է, այլ կենսամիջավայրային։ Մենք սովորում ենք ոչ թե փոխել մեր մարմինները, այլ ստեղծել հարմարվողական միջավայրներ։ Սովորում ենք ապրել ոչ միայն մեկ կատարյալ մոլորակի վրա, այլ բազմաթիվ թերի աշխարհներում, յուրաքանչյուրում ստեղծելով մեր փոքրիկ երկրի կտորը։ Եվ լուսնային փոշին դառնում է մեր առաջին իրական ուսուցիչը այդ նոր իրականացության մեջ։ Այն ուսուցանում է մեզ խոնարհություն, այն ուսուցանում է մեզ, որ տիեզերքը պարտք չունի մեզ ոչինչ։ Այն ուսուցանում է մեզ, որ գոյատևումը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիա, այլ նաև իմաստություն, համբերություն, անվերջ զգույշություն։ Բայց եկեք անկեղծ լինենք, կան բաներ, որոնք մենք պարզապես չգիտենք, եւ որոշ այդ բաներից կարող են լինել կրիտիկական։ Առաջին հարցը՝ երկարաժամկետ առողջական ազդեցությունը։ Այո, մենք գիտենք, որ լուսնային փոշին վնասում է թոքերը կարճ ժամանակում։ Այո, մենք գիտենք, որ Ապոլոնի տիեզերագնացները զարգացրեցին ախտանիշներ մի քանի ժամ կամ օրերի ընթացքում։ Այո, մենք կարող ենք կանխատեսել, որ 6 ամիս Արտեմիս բազայում կառաջացնի թոքերի բորբոքում որոշ մարդկանց մոտ։ Բայց ինչ է կատարվում 20 տարի հետո։ Մտածեք ազբեստի պատմության մասին։ Մինչև 1978 թվականները ազբեստը համարվում էր սքանչելի նյութ, հրակայուն, ամուր, էժան։ Այն օգտագործվում էր տասնյակ հազարավոր շենքերում, նավերում, գործարաններում։ Աշխատողները շնչում էին ազբեստի թելերը տասնամյակներ շարունակ։ Եվ դրանցից շատերը չզգացին անմիջական ախտանիշներ։ Դրանք շարունակեցին աշխատել, ապրել, ընտանիքներ ունենալ։ Բայց 30 տարի հետո, 40 տարի հետո նրանք սկսեցին մահանալ մեզոթելիոմայից։ Թոքերի քաղցկեղի ձևից, որը գրեթե միշտ մահացու է։ Երբ գիտնականները վերջապես կապ հաստատեցին, արդեն ուշ էր հազարավոր մարդկանց համար։ Լուսնային փոշու հետ մենք գոնե գիտենք, որ վտանգ կա։ Մենք չենք անտեսում այն, բայց մենք չգիտենք ճշգրիտ երկարաժամկետ ազդեցությունը, քանի որ ոչ մի մարդ երբեք չի ապրել լուսնի վրա բավականաչափ երկար։ Առաջին Արտեմիս տիեզերագնացները կլինեն փորձարարական սուբյեկտները, եւ մենք իսկապես չենք իմանա արդյունքները մինչև 2040, 50, 60 թվականները։ Երկրորդ հարցը՝ հետագա սերունդների վրա ազդեցությունը։
Պատկերացրեք, որ մենք ստեղծում ենք մշտական լուսնային բազա։ Որոշ տիեզերագնացներ ապրում են այնտեղ մի քանի տարի։ Նրանք վերադառնում են երկիր։ Տարիներ անց նրանք ունենում են երեխաներ։ Արդյոք այն փոշին, որը կուտակվել է նրանց թոքերում, կարող է ազդել նրանց սերունդների վրա։ Արդյոք փոշու նանոմաստիկները կարող են ներթափանցել արյունամատակարարման համակարգ եւ հասնել սեռական բջիջներ։ Արդյոք դրանք կարող են առաջացնել ԴՆԹ-ի վնաս, որը կփոխանցվի հաջորդ սերնդին։ Մենք չգիտենք։ Գոյություն ունեն մի քանի ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ նանոմաստիկները կարող են անցնել պլացենտային տային պատնեշի միջով։ Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ որոշ արդյունաբերական փոշիներ կապված են ավելի բարձր արատների մակարդակի հետ, բայց սրանք երկրային փոշիներ են։ Լուսնային փոշին ունի յուրահատուկ քիմիական կազմ եւ կառուցվածք։ Արդյոք այն կվարվի նույն կերպ։ Մենք չգիտենք։ Երրորդ հարցը՝ փոշու անհայտ ռեակցիաները։ Բոլոր մեր փորձերը կատարվել են երկրի մթնոլորտում, բայց լուսնի վրա փոշին գտնվում է շատ տարբեր պայմաններում։ Այն ենթարկվում է ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթմանը առանց մթնոլորտային ֆիլտրացիայի։ Այն ենթարկվում է արևային քամու մասնիկների անմիջական հարվածներին։ Այն գտնվում է էքստրեմալ ջերմաստիճանի տատանումների ներքո՝ -170 մինչև +120 աստիճան Ցելսիուսով։ Այս պայմաններում լուսնային փոշու քիմիան կարող է լինել շատ ավելի ռեակտիվ, քան մենք կանխատեսում ենք մեր լաբորատոր փորձերից։ Երբ փոշին մտնում է լուսնային բազա եւ հանդիպում է խոնավ թթվածնով հարուստ մթնոլորտի, այն կարող է սկսել քիմիական ռեակցիաներ, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Չինական գիտնականներ Չանգե 5 առաքելությունից երկրորդային փոշու վերլուծության ժամանակ հայտնաբերեցին մի քանի անսպասելի միացություններ։ Երբ լուսնային նմուշները շփվեցին մթնոլորտային խոնավության հետ, դրանք սկսեցին արտազատել քանակապես փոքր, բայց չափելի քանակի ջրածնի պերօքսիդ։ Ջրածնի պերօքսիդը ուժեղ օքսիդիչ է։ Եթե այն արտադրվում է անմիջապես թոքերում, երբ փոշին հանդիպում է թոքերի խոնավ մակերեսին, այն կարող է առաջացնել լուրջ օքսիդատիվ սթրես եւ բջջային վնաս։ Բայց դա միայն մեկ հայտնաբերում էր։ Որքան այլ անհայտ քիմիական ռեակցիաներ կարող են տեղի ունենալ, մենք չգիտենք։ Չորրորդ հարցը՝ տեխնոլոգիական լուծումների սահմանները։ Մենք կարող ենք ստեղծել ավելի լավ տիեզերազգեստներ, ավելի լավ ֆիլտրեր, ավելի լավ մաքրման համակարգեր։ Բայց այս կա ֆիզիկական սահման այն բանի, ինչ կարող ենք անել։ Պատկերացրեք կատարյալ փոշու պաշտպանության համակարգը։ Այն հեռացնում է 100% փոշին։ Զրոյական մասնիկ չի անցնում։ Բայց դա նշանակում է, որ համակարգը պետք է լինի ամբողջովին հերմետիկ։ Ոչ մի օդային հոսք դեպի դուրս, ոչ մի օդային հոսք ներս։ Բայց ինչպես է տիեզերագնացը շնչում։ Ինչպես է նա դուրս գալիս բազայից։ Ինչպես է նա վերադառնում։ Յուրաքանչյուր փոխանակում արտաքին միջավայրի հետ ստեղծում է հնարավորություն փոշու ներթափանցման համար։ Եվ հենց այս փոխանակումը անհրաժեշտ է կենդանության համար։ Մենք չենք կարող ստեղծել ամբողջովին մեկուսացված համակարգ, քանի դեռ մարդիկ պետք է ներգործեն արտաքին աշխարհի հետ։ Գուցե պատասխանը ռոբոտներում է, բայց ռոբոտները նույնպես ունեն սահմանները։ Նրանք չեն կարող փոխարինել մարդկային ճկունությունը, մարդկային ինտուիցիան, մարդկային որոշումների արագությունը բարդ իրավիճակներում։ Եվ նույնիսկ ռոբոտները քայքայվում են փոշուց։ Ապագայի լուսնային բազան կլինի անդադար պայքար փոշու դեմ։ Ոչ թե միանգամյա հաղթանակ, այլ անվերջ ձանձրալի առօրյա աշխատանք։ Մաքրում, սպասարկում, փոխարինում, մոնիտորինգ։ Դա կլինի կյանքի իրականությունը լուսնի վրա։ Հինգերորդ հարցը՝ հոգեբանական ազդեցությունը։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք պայմաններում, որտեղ անտեսանելի թշնամին անընդհատ ներկա է։ Դուք գիտեք, որ յուրաքանչյուր շնչառության հետ կարող եք ներշնչել փոքր, բայց հնարավոր վնասակար քանակությամբ փոշի։ Դուք գիտեք, որ յուրաքանչյուր անգամ, երբ ձեր գործընկերը վերադառնում է Էվայից, նա բերում է մի փոքր փոշի ներս։ Դուք տեսնում եք այն կուտակվելով մակերևույթների վրա, թեև դուք պարբերաբար մաքրում եք։ Դուք գիտեք, որ ֆիլտրերը աշխատում են, բայց ոչ կատարյալ։ Ինչպես է դա ազդում ձեր հոգեբանության վրա։ Արդյոք դուք զարգացնում եք քրոնիկ անհանգստություն։ Արդյոք դուք սկսում եք տեսնել փոշի ամենուր, նույնիսկ երբ այն չկա։ Արդյոք դուք դառնում եք գերչափ զգույշ, համարյա պարանոիկ։ Միջազգային տիեզերական կայանի վրա մի քանի տիեզերագնացներ զարգացրել են այն, ինչ հոգեբանները կոչում են կոսմոնևրոզ, անհանգստության և սթրեսի ձև, որը կապված է երկարաժամկետ մեկուսացված, սահմանափակ, պոտենցիալ վտանգավոր միջավայրում ապրելու հետ։
Լուսնային բազայում, որտեղ անտեսանելի փոշու սպառնալիքը լրացվում է ավելի ակնհայտ վտանգներին, ճառագայթմանը, վակուումին, սահմանափակ ռեսուրսներին, հոգեբանական ճնշումը կարող է լինել ինտենսիվ։ 6-րդ հարցը. Սոցիալական և էթիկական հարցերը։ Ով կգնա լուսին, գիտենալով այս ռիսկերը։ Ով կընդունի մի աշխատանք, որտեղ երկարաժամկետ առողջական հետևանքները անհայտ են։ Արդյոք պետք է մենք թույլ տանք մարդկանց ընդունել այս ռիսկը։ Իսկ եթե մարդը գիտակցաբար և կամովի ընտրում է գնալ, արդյոք հասարակությունն ունի բարոյական պարտականություն պաշտպանել նրան ինքն իրենից։ Եվ առավել բարդ հարցը. արդյոք անարդարություն կլինի, եթե այս ռիսկերը անհարաչափ ընկնեն մի հատուկ խմբի վրա։ Պատմականորեն վտանգավոր աշխատանքները հաճախ կատարվել են ամենաքիչ արտոնյալ խմբերի կողմից։ Արդյոք լուսնային փոշու ռիսկերը կդառնան նոր ձև սոցիալական անհավասարության։ ՆԱՍԱ-ն և այլ տիեզերական գործակալություններ հավաստիացնում են, որ տիեզերագնացների ընտրությունը կլինի միայն կամավոր, միայն լիովին տեղեկացված համաձայնության հիման վրա։ Բայց արդյոք իսկապես հնարավոր է լիովին տեղեկացված համաձայնություն, երբ մենք ինքներս չգիտենք բոլոր ռիսկերը։ Արդյոք էթիկական է ուղարկել մարդկանց դեպի անհայտ վտանգ, նույնիսկ եթե նրանք ասում են, որ ցանկանում են գնալ։ 7-րդ հարցը. Արժեքի հարցը։ Գուցե ամենախորն այն է, արդյոք դա արժե այն։ Արդյոք լուսնի վրա մարդկային ներկայությունը բավականաչափ կարևոր է, որպեսզի արդարացնի ռիսկերը։ Գիտական գիտելիքի համար, ռեսուրսների արդյունահանման համար, որպես քայլ դեպի Մարս և ավելի հեռավոր աշխարհներ, որպես ապահովագրական քաղաքականություն մարդկության համար։ Այս պատճառները հաճախ հնչում են, բայց արդյոք դրանք բավարար են։ 2022 թվականին Պրինսթոնի համալսարանի եթիկոս դոկտոր Էլիզա Թեմփլն հրապարակեց հոդված «Արդարացման բեռը բարձր ռիսկով տիեզերական հետազոտության մեջ»։ Նրա փաստարկը պարզ էր. երբ մենք ուղարկում ենք մարդկանց դեպի կյանքի սպառնացող ռիսկեր, մենք պարտավոր ենք հստակ ցույց տալ, թե ինչու ապահովագրված արդյունքները արդարացնում են այդ ռիսկերը։ Որովհետև մենք կարող ենք, բավարար չէ։ Որովհետև այն հետաքրքիր է, բավարար չէ։ Պետք է լինել հստակ, չափելի, հանգամանալի ծոքուտ։ Բայց ինչպես չափել մարդկային հետազոտության արժեքը։ Ինչպես դնել թիվ հայտնագործության հմայքին անհայտը ճանաչելու ցանկության վրա։ Ինչպես քանակականացնել տեսլականը մարդկության որպես բազմամոլորակային տեսակ։ Մենք չգիտենք։ Եվ գուցե դա լավ է։ Գուցե որոշ հարցեր չպետք է ունենան պարզ պատասխաններ։ Բայց հիմա, այս բոլոր անհայտների, այս բոլոր հարցերի, այս բոլոր անորոշությունների պայմաններում, եկեք վերադառնանք ավելի մարդկային մասշտաբ։ 2028 թվականի մի օր, ամենայն հավանականությամբ, երկու տիեզերագնաց կքայլեն լուսնի հարավային բևեռի մակերևույթով։ Նրանք կլինեն Արթեմիս ծրագրի մասը։ Նրանք կունենան նորագույն տեխնոլոգիաները։ Նրանք կգիտեն փոշու ռիսկերի մասին։ Եվ դեռևս նրանք կգնան։ Ինչու։ Որովհետև մարդկային բնույթի մեջ կա ինչ-որ բան, ինչ-որ անսահման ուժ, որը մղում է մեզ դեպի անհայտ։ Ոչ անտեսելով վտանգները, այլ դրանք ճանաչելով և ընդունելով։ Ոչ որովհետև դրանք հեշտ են, այլ որովհետև դրանք դժվար են։ Երբ մենք նայում ենք դեպի գիշերային երկինք և տեսնում ենք լուսինը, մենք տեսնում ենք ավելին, քան պարզապես բնական արբանյակ։ Մենք տեսնում ենք մարտահրավեր։ Մենք տեսնում ենք հնարավորություն։ Մենք տեսնում ենք հարց, որը պահանջում է պատասխան։ Եվ այդ հարցը ոչ թե կարո՞ղ ենք արդյոք, այլ ինչպես կարող ենք։ Լուսնային փոշին, այս անտեսանելի, ամենուր ներկա վտանգավոր նյութը, դարձել է մեր ուսուցիչը։ Այն ուսուցանում է մեզ, որ տիեզերքը ոչ մի բան պարտք չէ մեզ։ Այն ուսուցանում է մեզ, որ յուրաքանչյուր քայլ դեպի աստղերը պահանջում է զինվածություն, պատրաստակամություն, անվերջ տեխնոլոգիական նորարարություն։ Բայց այն նաև ուսուցանում է մեզ, որ մենք ունակ ենք սովորելու, հարմարվելու, հաղթահարելու։ Յուրաքանչյուր Ապոլոնիտի տիեզերագնացը, որը շնչեց փոշի և զարգացրեց լուսնային սնահայտի հիվանդությունը, ներդրում ունեցավ մեր իմացության մեջ։ Յուրաքանչյուր լաբորատոր փորձ, որը բացահայտեց փոշու նոր վտանգավոր հատկություն, մեզ մեկ քայլ ավելի մոտ բերեց լուծմանը։ Յուրաքանչյուր ինժեներ, որը նախագծեց նոր պաշտպանական համակարգ, կառուցեց կամուրջ դեպի ապագան։ Եվ հիմա, 54 տարի, Ապոլոն 17-ից հետո, մենք պատրաստվում ենք վերադառնալ։ Ոչ պարզապես այցելել, այլ մնալ։ Ոչ պարզապես հետք թողնել, այլ կառուցել։ Ոչ պարզապես հետազոտել, այլ ապրել։ Եվ փոշին դեռ այնտեղ կլինի։ Անփոփոխ, անհաշտ, անտարբեր մեր փափագուծերի, մեր երազանքների, մեր ապագա կամքի նկատմամբ։ Բայց հիմա մենք նրան ճանաչում ենք։ Մենք հարգում ենք նրան։ Եվ մենք սովորել ենք, թե ինչպես պայքարել նրա դեմ։ Հիշում եք, թե ինչպես մենք սկսեցինք այս պատմությունը։
Դեկտեմբեր 1972 տարի Ապոլոն 17-ի տիեզերագնացները Յուջին Սեռնանը և Մարիսոն Շմիդտը վերադառնում են լուսնային մոդուլ։ Նրանք փակում են դուռը, եւ այդ պահին նրանք առաջին անգամ իսկապես հասկանում են, թե ինչի են բախվել։ Հոտը, ախտանիշները, անհարմարությունը։ Այդ պահին մարդկությունը դեռ չգիտեր։ Մենք կարծում էինք, որ լուսինը անհյուր, բայց անվնաս աշխարհ է։ Մենք կարծում էինք, որ հիմնական մարտահրավերները տեխնիկական են՝ ռակետներ, ընթացակարգեր, նավիգացիա։ Մենք չէինք հասկանում, որ ինքը, լուսինը, նրա մակերևույթը, նրա փոշին կդառնա մեր ամենամեծ թշնամին։ Բայց այժմ, 54 տարի հետո, մենք գիտենք։ Մենք ուսումնասիրել ենք, մենք փորձարկել ենք, մենք նախագծել ենք, մենք պատրաստվել ենք, եւ շուտով մեր տեսակը կվերադառնա։ Երբ հաջորդ տիեզերագնացը քայլի լուսնի մակերևույթով, նա կկրի XEMU զգեստը՝ բազմաշերտ, նանոտեխնոլոգիական, մշակված հատուկ փոշու դեմ պաշտպանվելու համար։ Երբ նա վերադառնա բազա, նա կանցնի LDIS-ի միջով, հզոր մաքրման համակարգ։ Երբ նա կմտնի բնակելի մոդուլ, HEPA ֆիլտրերը կսկսեն մաքրել օդը, եւ սենսորները կմոնիտորինգի են ենթարկի յուրաքանչյուր միկրոգրամ փոշի օդում։ Կատարյալ կլինի։ Ոչ։ Անվտանգ կլինի։ Ոչ, ամբողջովին։ Բայց լավագույնը, ինչ մենք կարող ենք անել հիմա։ Եվ երբ մեր իմացությունը մեծանում է, մենք կշարունակենք բարելավել։ Յուջին Սեռնանը, վերջին մարդը, որը քայլեց լուսնի վրա 20-րդ դարում, մի անգամ ասել է. «Մենք եկանք խաղաղությամբ, ողջ մարդկության անունից»։ Բայց նա նաև կարող էր ավելացնել. «Եվ մենք բախվեցինք մի աշխարհի, որը չէր սպասում մեզ, որը չէր ուզում մեզ, որը չէր ընդունում մեզ»։ Եվ դա լավ է։ Տիեզերքը պարտավոր չէ լինել հյուրընկալ։ Մեր գործը սովորել է ապրել այնտեղ, որտեղ կյանքը չի նախատեսված։ Լուսնային փոշին կդառնա մեր շարունակական ուղեկցորդը այնտեղ։ Մի բան, որի հետ մենք պետք է ապրենք, որը մենք պետք է հարգենք, որը մենք երբեք ամբողջովին չենք հաղթի։ Բայց դա պարզապես տիեզերական կյանքի մի մասն է։ Ինչպես ծրտի հետ ապրում են արկտիկական հետազոտողները, ինչպես ծովարիկների պես ծովային փոթորիկների հետ ապրում են նավավարները, ինչպես բարձրության հետ ապրում են լմեն լեռնագնացները։ Այժմ մենք սովորում ենք ապրել փոշու հետ։ Բայց թույլ տվեք ինձ ավարտել մի հարցով։ Ոչ պատասխանով, այլ հարցով։ Մենք կանգնած ենք 2026 թվականին, Արթեմիս ծրագրի սեմքին։ Մենք ունենք գիտելիքներ, որոնք Ապոլոնի տիեզերագնացները երազել չէին կարող։ Մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք կարող էին թվալ գիտական ֆանտաստիկա 50 տարի առաջ։ Մենք ունենք հասկացողություն փոշու, դրա վտանգների, դրա բարդությունների մասին։ Եվ այնուամենայնիվ, կան ավելի շատ բաներ, որոնք մենք չգիտենք, քան այն, ինչ մենք գիտենք։ Երկարաժամկետ առողջական ազդեցությունը անհայտ է։ Հետագա սերունդերի վրա հետևանքները անվերլուծելի են։ Անհայտ քիմիական ռեակցիաները անկանխատեսելի են։ Տեխնոլոգիական լուծումների վերջնական սահմանները անորոշ են։ Այսպիսով, հարցն այն է. արդյոք մենք պատրաստ ենք գնալ դեպի անհայտ։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ կլինեն անսպասելիություններ, կլինեն սխալներ, կլինեն հնարավոր է ողբերգություններ, ուններ։ Արդյոք մենք պատրաստ ենք սովորել ճանապարհին, հարմարվել երթուղում, շարունակել առաջ նույնիսկ երբ ամեն ինչ անկատարյալ է։ Պատասխանը, եթե դատենք Արթեմիս ծրագրի առաջընթացից, թվում է այո, մենք գնում ենք։ Ոչ որովհետև հեշտ է, այլ որովհետև անհրաժեշտ է։ Ոչ որովհետև մենք կատարյալ լուծումներ ունենք, այլ որովհետև մենք ունենք բավարար լուծումներ սկսելու համար։ Եվ մենք ունենք նվիրվածություն շարունակել բարելավելը։ Լուսնային փոշին մեզ սովորեցրեց խոնարհություն։ Այն ցույց տվեց մեզ, որ տիեզերքը լի է անսպասելի մարտահրավերներով։ Այն հիշեցրեց մեզ, որ մենք փոքր, փխրուն էակներ ենք, հսկայական, անտարբեր տիեզերքում։ Բայց միևնույն ժամանակ փոշին ցույց տվեց մեզ մի այլ բան, որ մենք ունակ ենք ճանաչելու վտանգը, վերլուծելու խնդիրը, մշակելու լուծումները, որ մենք չենք նահանջում, երբ բախվում ենք անսպասելի դժվարությունների, որ մենք էվոլյուցնում ենք ոչ մեր կենսաբանությամբ, այլ մեր տեխնոլոգիայով եւ մեր հասկացողությամբ։ Արդյոք դա բավարար է։ Արդյոք մենք իսկապես կարող ենք դառնալ տիեզերական տեսակ։ Արդյոք մարդկությունը կարող է ընդմիշտ լքել իր ծննդավայրի մոլորակը եւ գոյատևել, ստեղծելով արհեստական կյանքի փուչիկներ բոլոր թշնամական աշխարհներում։ Մենք չգիտենք դեռ, բայց մի բան մենք գիտենք. հարցերը միշտ ավելի կարևոր են, քան հասարակ պատասխանները։ Հետազոտությունը միշտ ավելի արժեքավոր է, քան անվտանգությունը, եւ անհայտը միշտ կմնա մեզ կանչելու, անկախ նրանից, թե որքան վտանգավոր է այն։
Երբ հաջորդ տիեզերագնացը կանգնի լուսնային մոխրագույն հողի վրա եւ կնայի դեպի երկիր, այդ փոքրիկ կապույտ գնդիկը մութ տիեզերքում, նա կմտածի նույն մտքերը, որ մտածել են բոլոր հետազոտողները նրանից առաջ։ Տուն այնքան հեռու է, ճանապարհը այնքան վտանգավոր է, բայց հենց այստեղ, այս օտար աշխարհում, ես ճանաչում եմ մի քիչ ավելին այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Եվ այդ գիտելիքը, այդ կապը մեր անցյալի, մեր երազանքների եւ մեր ապագայի հետ արժե դա։ Նույնիսկ եթե դրա ապահովումը պահանջում է շնչել փոքրինչ լուսնային փոշի։ Որովհետեւ վերջում մենք չենք պարզապես փորձում գոյատևել լուսնի վրա։ Մենք փորձում ենք հասկանալ մեր տեղը տիեզերքում։ Մենք փորձում ենք պատասխանել հարցերին, որոնք մարդկությունը տվել է հազարամյակներ շարունակ, երբ նայել է գիշերային երկինք։ Կան այլ աշխարհներ, որտեղ մենք կարող ենք ապրել։ Կարող ենք մենք անցնել մեր մոլորակի սահմանները։ Ինչ պահանջվում է ոչ միայն այցելել, այլ մնալ այլ աշխարհներում։ Լուսնային փոշին, այս անտեսանելի, անտարբեր, բայց ուսուցանող նյութը տվեց մեզ որոշ պատասխաններ։ Բայց ավելի կարևորը, այն տվեց մեզ նոր հարցեր, ավելի խորը հարցեր, ավելի կարևոր հարցեր։ Եվ գուցե, վերջապես, հենց դա է հետազոտության իսկական նպատակը։ Ոչ պարզապես գտնել պատասխաններ, այլ սովորել տալ ճիշտ հարցերը։ Ամեն դեպքում 2028 թվականին, երբ առաջին Արտեմիս տիեզերագնացը կվերադառնա մոդուլ փոշով ծածկված զգեստով, այդ անհայտ հոտով, այդ անսովոր զգացողությամբ մաշկի վրա, մենք կլինենք պատրաստ։ Պատրաստ ոչ կատարյալ լուծումներով, այլ լավագույն լուծումներով, որոնք մենք կարող ենք ստեղծել այս պահին։ Եվ նվիրվածությամբ շարունակել սովորելը, բարելավելը, հարմարվելը։ Որովհետև դա է, ինչ մարդիկ անում են։ Մենք անցել ենք Աֆրիկայի սավաններից դեպի Արկտիկայի սառցե դաշտերը, ծովերից դեպի լեռները, անապատներից դեպի ջունգլիները։ Յուրաքանչյուր նոր միջավայրում մենք բախվել ենք մարտահրավերների, եւ յուրաքանչյուր անգամ մենք սովորել ենք հարմարվել։ Հիմա մեր մարտահրավերը փոշի է, անտեսանելի, ամենուր ներկա, վտանգավոր փոշի մոլորակի վրա, որը երբեք չի նախատեսվել մարդկային կյանքի համար։ Բայց մենք սովորելու ենք, մենք հարմարվելու ենք, մենք կմնանք։ Եվ մի օր, գուցե 2050 թվականին, գուցե 2100 թվականին, երբ լուսնի վրա կլինի իսկական, կայուն, թրթռուն բազա, ուր հարյուրավոր մարդիկ ապրում եւ աշխատում են, երբ լուսնային փոշին դարձել է պարզապես մեկ այլ առօրյա անհարմարություն, ինչ-որ բան, որի հետ մարդիկ ապրում են այնպես, ինչպես մենք երկրի վրա ապրում ենք անձրևի, ձյան, քամու հետ, մարդիկ կհիշեն այս օրերը։ Կհիշեն Ապոլոն 17-ի տիեզերագնացներին, ովքեր առաջին անգամ հանդիպեցին թշնամուն եւ չհասկացան, թե ինչ էր դա։ Կհիշեն գիտնականներին եւ ինժեներներին, ովքեր տասնամյակներ ծախսեցին ուսումնասիրելով, վերլուծելով, նախագծելով։ Կհիշեն Արտեմիսի առաջին տիեզերագնացներին, ովքեր վերադարձան գործողության, իմանալով ռիսկերը, ընդունելով դրանք, շարժվելով առաջ։ Եվ գուցե նրանք կասեն. սրանք էին մարդիկ, ովքեր սովորեցրին մեզ ապրել այլ աշխարհներում։ Սրանք էին փոշու ընդդեմ առաջին մարտիկները։ Եվ նրանք հաղթեցին, ոչ ամբողջովին, ոչ կատարյալ կերպով, բայց բավականաչափ լավ, որպիսի մենք հետևեինք նրանց։ Որովհետև վերջում դա է հետազոտության իսկական սահմանումը։ Ոչ հասնել վերջնական նպատակակետին, այլ բացել ճանապարհը մյուսների համար։ Եվ Ռուսինը, այս մեր մոտակա հարևանը, մեր գիշերային ուղեկցորդը, մեր առաջին իսկական քայլը դեպի աստղերը մնում է։ Փոշով ծածկված, թշնամական, սպասող, բայց այլևս ոչ անգիր, այլևս ոչ պարզապես երազանքի օբյեկտ, այլ իրական վայր, որտեղ իրական մարդիկ շուտով կապրեն, կաշխատեն, կզբաղվեն իրական խնդիրներով։ Եվ այդ փոշին, այդ սուր, կպչուն, վտանգավոր, բայց այժմ գիտակցված փոշին կդառնա մեր ամենօրյա իրականության մի մասը, ինչպես այն միշտ եղել է լուսնի վրա, ինչպես այն միշտ կլինի, բայց այժմ մենք այնտեղ կլինենք նույնպես։